Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նրանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքական վերլուծաբան պարոն Հովսեփ Խուշուձյանի հետ։ Ողջունում եմ, պարոն Խուշուձյան։ Շատ շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Սիրով։ Վաղուց արդեն բոլորը հետևում են Իրան Միացյալ Նահանգներ բանակցություններին, Հայաստանում եւս հետևում են, քանի որ դրանից կախված է նաեւ իրավիճակը տարածաշրջանում եւ այսպես երկրորդ փուլն է սկսել բանակցությունների Հռոմում։ Իրանի արտգործնախարարը արդեն գտնվում է Հռոմում իր պատվիրակության հետ եւ միջուկային ծրագրի վերաբերյալ արդեն բանակցությունների երկրորդ փուլն է։ Դրան նախորդել էր նույն Իրանի արտգործնախարարի այցը Մոսկվա եւ այնուհետեւ բանակցությունների ավարտին ռուս իր գործընկերների հետ նա հայտարարել էր, որ Իրանը հույս ունի, որ Ռուսաստանը դեր կխաղա միջուկային ծրագրի շուրջ համաձայնություն գալու հարցում Միացյալ Նահանգների հետ։ Այստեղ ես ուզում եմ հիշեցնեմ, որ լրատվամիջոցներից շատերը արդեն ասում են, ոնց որ թե Իսրայելի ծրագիրը ներքաշելու կամ ստիպելու Միացյալ Նահանգներին ռազմական ճանապարհով այդ հարցը լուծել, կարծես թե ձախուղվել է, եւ այստեղ էլ ես մի այլ ինֆորմացիա ներկայացնեմ, այնուհետև արդեն այս ամենը խնդրեմ մեկնաբանել ձեզ։ Միացյալ Նահանգներից ստացվեց տեղեկություն, որ լույս ստացվեց, որ Միացյալ Նահանգները չեն բացառում, դիտարկում են, պատրաստ են ճանաչել Ղրիմը Ռուսաստանի կազմում Ուկրաինայի հետ բանակցությունների այդ պայմանագրի կամ այն փաստաթղթի շրջանակներում, որը նախատեսվում է ստորագրել։ Եվ այսպես, արդյոք կարելի է դիտարկել այս ամենը որպես Ռուսաստանի Թրամփի որոշումների վրա ազդեցություն եւ ընդհանուր այս իրավիճակը այս բոլոր ուրեմն իմ ներկայացրած փաստերի ներքո համեցեք։ Իրականում ես չգիտեմ հանուն ինչի պետք է Ռուսաստանը Իրանին այդպիսի լավություն անի եւ որոշակի ջանքեր գործադրի, իսկ դա նշանակում է ինչ որ բաներ նաեւ զիջի Միացյալ Նահանգներին, եթե ինչ որ բան եթե խնդրում ես, ինչ որ բան պետք է պատրաստվես դրա դիմաց տալ։ Իրանի հարցում լրիվ հակառակը, ես կարծում եմ, որ Իրանը սխալ հաշվարկ է արել, եթե այդպիսի հաշվարկ կա ընդհանրապես, եւ ավելի շուտ Միացյալ Նահանգներից Ռուսաստանը կուզի ստանալ բաներ Ուկրաինայում, այդ թվում ձեր նշած օրինակ Ղրիմի ճանաչումը առնվազն, հա, եւ դրա դիմաց հակառակը կամ աչք փակել ճնշումների վրա Իրանի հանդեպ, կամ դեռ մի բան էլ ավելի, հա, ասենք Իրանի դեմ ինչ որ համատեղ գործողություններին մասնակցել, չեմ ասում բացահայտ, բայց ստվերային ձևով ինչ որ օրինակ դադարեցնել այնպիսի տեխնոլոգիաների մատակարարում Իրանին, որոնք կարող են նպաստել նրա բալիստիկ ծրագրին կամ նույնիսկ միջուկային զենքի ստեղծման ծրագրին, հա։ Հիմա այդ իմաստով իհարկե միակ բանը, որ պետք է հաշվի առնել, որ մեծ հաշվով իհարկե Ռուսաստանը շահագրգռված չի Իրանի թուլացմամբ տարածաշրջանում, որովհետև Թուրքիայի եւ այսպես կոչված թուրքական աշխարհի դերն է մեծանալու արդյունքում, որը իհարկե Ռուսաստանի համար աղետալի հետևանքներ է ունենալու, ինքը արդեն Ղարաբաղում իր դավաճանական պահվածքի հետևանքները հիմա այսպես քաղում է, բայց դա արդեն վերջը կլինի, եթե Իրանն էլ տապալվի տարածաշրջանում եւ Թուրքիան դառնա լիակատար այսպես հեգեմոն իր դերերում հայտնվի այս տարածաշրջանում։ Այդ իմաստով իհարկե Ռուսաստանը ինչքան էլ որ ժամանակին հիշում եք Պեսկովն էր կարծեմ ասում, որ եթե Ռուսաստանը ստիպված լինի լքել Հարավային Կովկասը, ապա մենք ավելի շահագրգռված կլինենք, որ այդտեղը զբաղացնի Թուրքիան, այլ ոչ թե Արևմուտքը։ Բայց ամենայն դեպս, եթե դա նաև Իրանի հաշվին տեղի ունենա, դա նշանակում է անվերադարձ իր համար կորցնել Հարավային Կովկասը, ինչը ամեն դեպքում տեղի ունենալու, որտեղ տեսանելի է, որ Ռուսաստանը այլևս ի վիճակի չէ ոչ ռեսուրսային առումով, այդ թվում քաղաքական ռեսուրսների, հա, ոչ է ռազմական առումով պահել Հարավային Կովկասը, ինքը արդեն խնդիրներ ունի Հյուսիսային Կովկասում, հեսա Կադիրովի հարցերը պարզ չի թե ինչով են ավարտվելու Չեչնիայում եւ ինչ պայթուն է այնտեղ տեղի ունենալու, որտեղ այդ ամբողջ դիկտատորական համակարգը մեծ դիկտատուրայի ներսում, այդ փոքր դիկտատուրան չեչենական կառուցված էր Կադիրովի վրա, որը այսօր եկուց է, հա, նկատի ունենանք ոչ միայն առողջական իր վիճակը, այլ նաև քաղաքական, որտեղ արդեն տեսանելի է, որ
Ռուսաստանում չեն կարողանում այլևս պահել Կադիրովին, որտեղ շատ մեծ դժգոհություն կա վերնախավերում եւ ժողովրդի մեջ Կադիրովական այդ հանցավոր խմբավորումների գործունեությունից, նրա հավանավորության տակ գործող Ռուսաստանում այդ միլիարդավոր դոլարների սուբսիդավորումից, որը գնում է իրեն լրիվ ինքը զբաղված այնտեղ ռուսական բյուջեի թալանով ըստ էության եւ շատ տեսանելու մասշտաբներով եւ վերջինը այն էր, որ ըստ էության համաձայնություն չտրվեց Մոսկվայի կողմից Կադիրովի որդուն իշխանության փոխանցման այդ պրոցեդուրան սկսել, որտեղ Կադիրովը քանի որ զգում է այսօր եկուցե, ինքը արդեն սկսել է իր կրտսեր որդուն այսպես պատրաստել մի անտառաճանաչ հանձնավորության, արդեն մեդալներ են նրան շնորհում եւ այլն, որ չափահասել չէ նույնիսկ, հա, այսպես պատրաստել փոխարինողի կարգավիճակում Ռուսաստանից Պուտինը հասկացել էր, որ չէ, հնարավոր չի, տենց չեն կարողանա ուղղակի պահել, հա, ինչքան էլ ուզում ա դու քեզ թվում ա թե դու այնտեղ հիմա աստված ես, բայց դու վաղը որ չլնես, այդ երեխան չի կարողանալու իշխանություն պահել, ինչքան էլ կողքը քո հավատարիմ մարդիկ հավաքված լինեն։ Եվ վերջի շտրիխը Վալդբերիսի գործում էլի Կադիրովի շահերի դեմ որոշումներ Ռուսաստանի դատարանի։ Դա այդ ամեն ինչ ցույց է տալիս, որ Ռուսաստանի ռեսուրսները սպառվում են։ Եվ իրեն պետք չի իհարկե մեծ հաշվով եւ միակ այսպես բռնվելու տեղ Իրանի համար դա է, որ Ռուսաստանին ձեռ չի տա, որ Իրանը կործանվի, տապալվի, բայց Տրամպի որոշումը չաջակցել Իսրայելին Իրանին հարվածելու հարցում ավելի շուտ էր կայացվել եւ ես չեմ կարծում, որ կապված է Ռուսաստանի միջնորդության հետ, որևէ կերպ կարող է կապված լինել կամ ազդեցության հետ։ Դա ավելի շատ կապված է նրա հետ, որ Միացյալ Նահանգները հիմա բավականին բարդ բոլորի դեմ պատերազմի, տնտեսական պատերազմի մեջ է մտել։ Եվ այդ բոլորի դեմ պատերազմի համար նույնիսկ Միացյալ Նահանգների պես հզոր եւ հարուստ պետության ռեսուրսները չեն բավականացնում։ Եվ մի քանի վտանգավոր, այսպես նախանշաններ կան, որ աշխարհի դեմ այս պատերազմը տնտեսական Միացյալ Նահանգները կարող է եւ պարտվել։ Դա կապված է հատկապես նրա հետ, որ միշտ այսպիսի ճգնաժամերի ընթացքում, երբ որ միջազգային շուկաները ցնցվում էին, հա, ճգնաժամերից ամբողջ աշխարհի կապիտալները վազում էին դեպի դոլար, այսինքն ակցիաների վաճառքեր տեղի ունենում, որոնք անկում էին ապրում եւ գնում էին դոլար կամ կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ ամերիկյան պետական պարտատոմսեր, հա, որը որ համարվում էր ամենակայուն, վստահելի աղբյուրը եկամուտի, շարունակական եկամուտի, թեկուզ ոչ մեծ, հա, եւ դրա արդյունքում շահութաբերությունը այդ պարտատոմսերի նվազում էր եւ Միացյալ Նահանգների պարտքը էժանանում էր իր վրա։ Իսկ այսօր Միացյալ Նահանգները խոշորագույն պարտք ունեցող երկիրն է աշխարհի, հա, 37 տրիլիոն դոլարի մասն է խոսքը, ամեն տարի իր միայն բացասական առևտրային սալդոն 1 տրիլիոնից ավել է, հա, աշխարհի հետ առևտրի մեջ եւ դա իր պարտքով ենք փակում ըստ էության, որը որ հասցրել է իր բյուջեի դեֆիցիտը տարեկան 6%-ի եւ հիմա Տրամպին անդադ հորդորում են իր շրջապատի խոշոր բիզնեսմենները, չեմ ասում խորհրդականները, որտեղ պարզ չէ թե խորհրդականները ինչ են հաշվարկել, բայց հորդորում են նվազեցնել ուրեմն դեֆիցիտը գոնե 3%-ի։ Ինչի համար եմ այս ամեն ինչը ասում, որ միշտ այդպես էր լինում, բայց այս ճգնաժամի արդյունքում առաջի անգամ պատմության մեջ կապիտալները չվազեցին դեպի դոլար, իսկ դեպի ամերիկյան պարտատոմսեր մի պահ եղավ շարժ եւ դրա մասին ես ասացի, որ եթե սա հաջողվում է, Տրամպը իրոք կարող է հաղթանակ տոնել, որտեվ 5%-ից նվազեց 4%-ի համարը, հա, կլորացնում եմ թվերը, 4.90 քանիս էր, այդպես 4%-ի իջավ, այդ նշանակում է, որ 20%-ով նվազեց, հա, 5%-ի եւ 4%-ի տարբերությունը, այդ երկու թվերի 20% է, նվազեց Միացյալ Նահանգների բեռը պարտքի 20%-ով, որտեղ ինքը ամեն տարի սպասարկում է իր պարտքը իր ռազմական բյուջեի չափով 800 միլիարդի չափով համարյա փող մենակ պարտքի սպասարկման վրա, ոչ թե մարման, այս սպասարկման վրա է տալիս։ Նու այնտեղ մարման մասն է կա, բայց հիմնական տոկոսն է։ Բայց Չինաստանը ի պատասխան Տրամպի գործողությունների սկսեց ազատվել, այսինքն վաճառել իր մոտ ունեցած պարտատոմսերը, իսկ իր մոտ բավականին խոշոր ծավալ կա, նվազագույն 745 միլիարդի մասին է խոսքը գնում, այսինքն այդքան պարտք է տվել ինքը Միացյալ Նահանգների գնելով պետական պարտատոմսեր, եւ սկսեց վաճառել դրանք եւ պարզվեց, որ նաեւ Ճապոնիան է վաճառում, ճիշտ է, իրենք դանդաղ են վաճառում, որտեղ արագ վաճառքը իրենց էլ ձեռք չի տալիս, որտեղ արագ վաճառելու դեպքում դրանց գինը կտրուկ կընկնի, իրենց ձեռքի ունեցած այդ գումարներն էլ, այդ պարտատոմսերի արժեքներն էլ կնվազեն եւ ավելի քիչ շահույթ կստանան վաճառքից, հա։
Բայց այդ դանդաղ վաճառներն էլ բերեց նրան, որ միջազգային ուրեմն կապիտալները սկսեցին խուսափել այդ պարտատոմսերը գնելուց, այսինքն հասկանալով, որ դրանց գինը կարող է ընկնել։ Իսկ եթե գինը ընկնում է, նշանակում է եկամտաբերությունը ավելանում է, այսինքն Միացյալ Նահանգները պատրաստ է լինելու, ստիպված է լինելու, պատրաստ լինել ավելի բարձր տոկոս վճարել իր պարտատոմսերի համար, որ այդ փողը գա իրեն պարտք տան, հա։ Եվ էլի սկսեց բարձրանալ 4.25 հասավ ավելի տոկոսը, այսինքն կամաց մոտենում է միջև այս տարիֆների հայտարարման բանին։ Այսինքն միշտ այն ինչ որ եղել է նախկինում, այդ կատակլիզմների ժամանակ դոլարի ուժեղացում, Միացյալ Նահանգների պարտքի սպասարկման տոկոսի նվազեցում, Միացյալ Նահանգների ըստ էության ազդեցության ավելացում, հիմա հակառակն է տեղի ունենում։ Եվ այն որ կտրուկ անկում ապրեցին համաշխարհային շուկաները տարիֆների հայտարարության հետո, ինչը բերեց դրան, որ Տրամփ միանգամից հետքայլ արեց եւ 90 օրով հետաձգեց տարիֆների կիրառումը, բացի այն 10% բազային տարիֆից, որը բոլորի վրա մնաց, իդեպ Հայաստանի վրա նաեւ, բայց այն որ ինքը տեսեք նույնիսկ ինքը բավականին այսպես տգեղ լեքսիկոն օգտագործեց, որ գալիս են խնդրում են ինձ եւ այլն ուրիշ բաներ էլ ասեց, հա, այդ եղեկավարների մասին միայն թե հրաժարվեն այդ տարիֆներից եւ այլն, հա, բայց ինքը դա ինչի համար արեց, որպեսզի ուշադրությունը շեղի իր հետ նահանջից, իր հետ քայլից, որտեղ դա հարված էր իր հեղինակության եւ Միացյալ Նահանգների հեղինակության, այսինքն ինքը վախեցավ, որ կարող է իրոք շատ ավելի լուրջ ճգնաժամ տեղ ունենալ, ընդ որում MC ճգնաժամ, որը այս անգամ արդեն Միացյալ Նահանգներին չի բերելու հզորություն, ոնց որ միշտ էր նախկինում բերում։ Իհարկե դեպրեսիան չեն քաշվում, մեծ դեպրեսիան 20-ականների անցած դարի, 20-ական 30-ականների դա 10 քանի տարի տևեց եւ դա իհարկե Միացյալ Նահանգներին շատ թուլացրեց եւ միայն երկրորդ համաշխարհային պատերազմը թույլ տվեց վերականգնել իր արդյունաբերությունը, որտեղ հսկայական պետական պատվերներ եղավ ռազմական արդյունաբերության վրա, հետո էլ Մարշալի պլանով արդեն սկսեց ապրանքներ արտադրել եւ լցնել Եվրոպա, որը իր տնտեսությանը աշխուժացրեց եւ զարգացրեց եւ իրեն դարձեց հեգեմոն Միացյալ Նահանգներին։ Հիմա այդ ամեն ինչը հակառակ ուղղությամբ է գնում եւ Տրամփը արդեն հասկանում է, որ ինքը չի կարող բոլոր ճակատներով պատերազմել։ Եվ հիմա Չինաստանի դեմ առևտրային պատերազմը, որը կարող է նաեւ անցնել ավելի վատ տեսակի պատերազմի, հա, ընդ որում Չինաստանը ասում է, մենք պատրաստ ենք ցանկացած տիպի պատերազմի Միացյալ Նահանգների հետ, ակնարկելով նաև Թայվանը, իհարկե, որովհետև իրենք նաև արդեն զինավարություններ են անում Թայվանի շուրջ եւ այլն, եւ հիմա ունեն արդեն բավարար ռեսուրսներ իրենց սեփական ուժերով Թայվանը գրավելու կամ ազատագրելու, ոնց կուզեք, որովհետև իրականում Թայվանը նույն Միացյալ Նահանգները չեն ճանաչել որպես անկախ պետություն, հա, ինքը համարում են Չինաստանի մաս, բայց որը պետք է այդ խնդիրը լուծվի բանակցություններով, հա, իրենց հարաբերությունները կարգավորվեն։ Մի հատ էլ Իրանի դեմ պատերազմ սկսեր անկանխատեսելի հետևանքներով, իսկ այդ հետևանքները լինելու են այն, որ նավթի գները կտրուկ աճելու են, որտեղ Իրանը ասել է, որ եթե այդպիսի բան լինի, ինքը սկսելու է հարվածել նաև տանկերներին, այդ ամբողջ առողջարաշրջանառությունը թիրախավորելու է, խուսիտները իրենց այն չընտրլոհալով ներողություն արտահայտությունից համար կարողանում են էապես նավթի գների վրա ազդել, խոչընդոտել համաշխարհային առողջարաշրջանառությունը, Իրանը, որ իր քթի տակով է անցնելու այդ ամբողջը հսկայական սպառազինությունների արսենալ ունենալով ինքը կարող է միանգամից միջազգային շուկաները պայթեցնել ուղղակի, որովհետև եթե իրեն կործանելու պատերազմ է սկսելու Միացյալ Նահանգները, իսկ այդ պատերազմը իհարկե անկախ նրանից որ չի լինելու ցամաքային, որևէ երկիր հիմա չի ուզենա մտնի զորքով Իրան, որովհետև չի կարող հաղթել ուղղակի Իրանին, դա կարող է, բայց այնպեսի Միացյալ Նահանգները օրինակ եթե շատ ուզենա, բոլոր ռեսուրսները այդտեղ գցի, բայց այդ բոլոր ռեսուրսների համար պետքա միտեղ կենտրոնանա, ինքը չի կարող համ Չինաստանի դեմ առևտրային պատերազմ սկսի, համ Եվրոպայի դեմ առևտրային պատերազմ անի։ Դե հեռահար հարվածներով։ Հա, միակ բանը լինելու էր հեռահար հարվածները, բայց դա էլ կարող է բերեր եւ մենակ հեռահար հարվածները չէ, իհարկե նաեւ սանկցիաների ավելացումներ լինելու, որտեղ արդեն օրինակ Չինաստանի վրա անուղակի Չինաստանի վրա, բայց հիմնականում այսպեսի վերջերս սանկցիաներ կիրառեց բոլոր նրանք, ովքեր որ իրանական նավթ են առնում, ամերիկյան սանկցիաների տակ են ընկնելու հիմնականում բանը Չինաստանն է առնողը։ Կարող էր ծնկի բերել Իրանի տնտեսությունը, բայց Իրանն էլ այդ դեպքում առավել եւս եթե դա ուժգործվի ռազմական գործողություններով ինքը պատասխան հարված էր հասցնելու։ Դա բերելու էր քաոսի։ Ընդհանրապես երբ որ ասում են, որ հիմա Տրամփը կիրառում է կառավարելի քաոսի տեսություններ եւ այսպեսի ինչ որ գերագնահատում են
պարոն Միացյալ Նահանգների նախագահի կարողությունները եւ ես այստեղ կարող եմ վստահ պնդել, որ այն բոլոր պնդումները, որ սա հաշվարկի վրա հիմնված է, իրեն մեզ թվում է, թե ինքը այսպես խելակորույս քայլեր է անում, բայց այս լրիվ տեսեք ինչ հետևանքներ կբերի, մենք չենք պատկերացնում։ Ես կարող եմ ընդհանրապես մի փաստարկով միանգամից զրոյացնել բոլոր այդ փաստարկները։ Ուրեմն այս տարիֆների սահմանման համար Միացյալ Նահանգները հենց նույն Տրամպը դեռ ամիս ու կես առաջ իր ինագուրացիայից անմիջապես հետո ստեղծել էր հատուկ հանձնաժողով տնտեսագետների, որոնք նստած հաշվարկում էին հետևանքները, պատասխան քայլերի դեպքում ինչ կլինի եւ այլն, այդ ամբողջը հաշվարկվում էր եւ հատուկ նաեւ բանաձևեր էր մտածվել, որի հիման վրա պետք է կիրառվեր այդ տարիֆները։ Թե ինչքանով է հնարավոր այդ փոքր տնտեսագետների խմբով նման բարդ հաշվարկներ անել, որը որ շատ կոպիտ հաշվարկ էր իրականում, որը որ բռնում էին ուրեմն առևտրաշրջանառություն պակասորթը բազմապատկում էին առևտրաշրջանառության վրա, բաժանում էին պակասորթի վրա։ Մի խոսքով ինչ որ sense մի հատ հաշվարկ էր, որի արդյունքում հաշվարկում էին, որ երկի հանդեպ ինչ բան պետք է կիրառեն, բայց լավ, ասենք թե հաշվարկել էին, ասենք թե դրա հիման վրա էլ հայտարարվեց այդ ցանկը, որ հիշում եք այդ նկարը, որ բերեցին, ինքն էլ տակը ստորագրեց, ասեց բան ազատության օրը սկսվավ, հա, բոլորս հետո հեգնում են, ասում են ոսկեդար էր ասում։ Հա, չէ, ասում են ազատություն, ազատվեցինք Միացյալ Նահանգների հզորությունից, այդպես հայգնում են, այդ ինչից է ազատվում, հա, բայց լավ, ասենք թե դու այդ հաշվարկների հիման վրա, իսկ այդ շատ բարդ հաշվարկներ են, գիտեք, տենց եթե նույնիսկ մենք ենթադրենք, որ այնտեղ կային խելացի մասնագետներ, որ բացի այդ ձևական շատ կոպիտ կազմված բանաձևից նաև այլ հաշվարկներ էին արել, ասենք լավ, ինչ որ թվեր են տվել, ինքը ընդունել է։ Բայց Չինաստանի հանդեպ, երբ որ Չինաստանը պատասխան տարիֆներ կիրառեց, Տրամպը ուղղակի վերցրեց, ինքը իրանով ասաց, ես էլ կրկնակի եմ հայտարարում։ Այսինքն այդքան հեշտ է դու բռնում ես կրկնակի տարիֆներ ես հայտարարում, քնում զարթնում ես որոշումներ ես կայացնում առանց մասնագետների հետ, իսկ Միացյալ Նահանգների ուժը նաև միշտ եղել է նրանում, որ ինստիտուտներն են այնտեղ աշխատել, որ մի անձնյա կառավարում չի եղել, մի անձնյա որոշումներ չեն եղել, իսկ ինքը հիմա ինչից է օգտվում, հայտարարել է բան, չեզոքսիային պալաժին, այսինքն արտակարգ իրավիճակ է հայտարարել եւ օգտվելով համանդրության այդ կետից, որ արտակարգ իրավիճակների դեպքում նախագահը կարող է օպերատիվ որոշումներ կայացնել շրջանցելով կոնգրեսը, իսկ տարիֆների հարցը կոնգրեսը միշտ պետք է որոշեր, իսկ ինքը ինչով է արտակարգ իրավիճակի հիմնավորում, ասում է ես պայքարում եմ այդ նարկոտիկների եւ բան ներգաղթյալների այդ աղետալի ներհոսքի դեմ եւ դրա հիման վրա ուրեմն էդ էլ հələ պետքա դատարանում վիճարկվի։ Իրականում այսօր ինստիտուտները Միացյալ Նահանգների իր դեմ են գործում, փորձում են իրեն հակակշռեն եւ կոնգրեսը եւ դատարանները։ Ուզում եմ ասեմ, ինքը միանձնյա բռնեց կտրուկ ավելացրեց այդ տարիֆները, Չինաստանը ինքն էլ ավելացրեց, մինչև 34 է սկզբից, հետո հասցրեց 85-ի, Չինաստանն էլ ավելացրեց, հիմա 125-ի ավելացել, Չինաստանն էլ ավելացրեց, այսինքն 145 դարձեց, այդ կրկնապատկելուց հետո։ Հիմա դու, այսինքն միանձնյա, այտենց հավեսի ես ընկել տարիֆներ ես բարձրացնում, որի արդյունքում ընդհանրապես փաստորեն առևտուրը Չինաստանի հետ դադարեցնում ես, եւ հետո սկսում ես հերթով հետ ողորմի անել, հասկանալով, որ դու կարող ես քո տնտեսությանը էսի հարված հասցնել։ Իսկ ինչու՞մն էր հետ ողորմյան։ Օրինակ չիպերի վրա, տեխնոլոգիական որոշ արտադրությունների վրա Չինաստանից ներկրվող ազատեց։ Լուր ազատեց, որ հանգարց աղմուկ շատ չբարձրանա, բայց ազատեց այդ տարիֆներից, որտեղ հասկացավ, որ իր արդյունաբերության կեսը կարող է կանգնի, որտեղ հատկապես բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը չիպերի վրա է հիմնված։ Չինաստանում արտադրվող այդ թվում, ոչ միայն Թայվանում, բայց նաև Չինաստանում։ Հիմա տեսեք ինչ եղավ, բայց Չինաստանն էլ, եթե միջև այդ ընդհանրապես տարիֆներ էր պատասխան բարձրացնում եւ դա կարելի էր մի կերպ մարսել եւ այդպեսի աղետալի իրավիճակ իդեպ երկուսի վրա է ազդում։ Չինաստանը ընդհանրապես ծնկի է գալիս, հիմա շատ վատ վիճակում է, բայց քանի որ այնտեղ դիկտատորական ռեժիմ է ըստ էության, հա, ինքը ժողովրդավարություն չի, նու դիկտատորական ավտորիտար, այսպես ասենք, լավ, դիկտատորական կարող եմ քիչ կոշտ ասեցի, որտեղ ամեն դեպքում այնտեղ որոշ դիմադրություն տեսանելի է եւ այդ Հյուսային Կորեայի պես չէ, էլի որ բռնի բոլոր դիմադրողներին բանտ նստեցնի այդպես չի, բայց ամենայն դեպս ինքը ավելի կուր համակարգ է եւ իսկ այսպիսի ճգնաժամային իրավիճակներում որոշ դեպքերում այդպիսի կուր համակարգերը կարողանում են առավելություն ստանալ, թեև ժողովրդավարություններն էլ իրենց ճկունության շնորհիվ կարողանում են ուրեմն բալանսավորել։ Հիմա ամենայն դեպս Չինաստանը դիմադրում է եւ հաջորդ քայլը Չինաստանի եղավ, որ այդ հազվագյուտ մետաղներով այդ հանքանյութերի արտահանումը արգելեց Միացյալ Նահանգներ։
Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ Միացյալ Նահանգների բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը, այդ թվում ինքնաթիռների արտադրությունը, ռազմական արդյունաբերությունը եւ մնացած այդ բարձր տեխնոլոգիական արտադրող, այդ թվում Boeing-ը կանգնելու են Պաշարներ հիմա ունեն, որտեղ իրենք գիտեն Տրամպը ինչ օին է բերելու իրենց գլխին եւ ահագին պաշարներ առել են ավելի մեծ, քան իրենց պետք էր, հա, այսպես պահեստավորել են, որպեսզի այսպիսի դեպքերում, բայց ասում են, որ դա 1-2 ամիս, առավելագույն 3 ամիս կարող է հերիքացնել։ Դրանից հետո կանգնում է այդ արդյունաբերությունը, հասկանում եք։ Եվ հիմա Տրամպը այսպիսի վիճակում է, որ հա, պահի տակ տես ջղայնացած մաչոյական իր բաներով դրա համար է վտանգավոր, հասկանում եք, այդ ավտոկրատ որոշումները ինքնագլուխ որոշումները ավտորիտար համակարգերի դեպքում դրամով է վտանգավոր։ Չէ, հաշվարկված ինչ որ էմոցիաների տակ որոշումներ ես կայացնում, հետևանքները չես հաշվարկում։ Այնտեղ գոնե ինչ որ բան հաշվարկել են այդ 35%-ի համար, բայց 145% նշանակում է փակել առևտուրի, դրա համար հաշվարկել ես հետևանքները, ոչ մեկ չէր հաշվարկել։ Եվ հիմա իր շուրջի օլիգարխները, Մասկը եւ այլն արդեն գնացին սկսեցին կատոկել իր այդ խորհրդականներին, բայց խորհրդականները ինչ մեղք ունեն։ Խորհրդականները ասել են 35%, չէին ասել 145%, հասկանում եք, բայց քանի որ ռիսկ չեն անում անձամբ Տրամպին քննադատեն նույն Մասկը եւ մնացածը, բայց հասկանում են, որ խորը անդունդում կարող է հայտնվի համաշխարհային տնտեսությունը եւ այդ թվում Միացյալ Նահանգներինը եւ արդեն խոսում են ոչ թե պարզապես ռեցեսիայի մասին, այսինքն որ աճը կդադարի տնտեսության, իսկ Միացյալ Նահանգների տնտեսությունը միջև 4% աճ էր արձանագրում, դա իր համար նվազագույնն է, որ կարողանա նաեւ այս ինֆլյացիոն ռիսկերին եւ այլն հակադարձի, բայց ասում են կարող է դեպրեսիա լինի, այսինքն անցած դարի 20-30-ականների թվին, երբ որ միլիոնավոր մարդիկ սոված էին բարից բուն իմաստով, փողոցներում ումուրում էին, որ հաց ճարեին, սովից չմեռնեն։ Հիմա ասում են դա կարող է կրկնվի Միացյալ Նահանգներում։ Դա խոշոր լուրջ բիզնեսմեն hedge ֆոնդերի բաներին եմ լսում, ասում են, ասենց որ շարունակվի, սա անկառավարելի քաոս է, ոչ թե կառավարելի քաոս է։ Եվ ինչ է անում, որպեսզի իրավիճակից դուրս գա։ Էլի, իրեն թվում է, թե այսպիսի որոշումներով ինքը իր որոշումներով, ասես ինքնագլուխ կարող է ինչ որ հարցեր լուծի։ Federal Reserve համակարգի տնօրենին սկսել է սխմել, թե բանը իջացրա։ Տոկոսը իջացրա վերաֆինանսավորման։ Այսինքն, ինչ է նշանակում ֆեդերալ, որպեսզի մեր հեռուստադիտողները պատկերացնեն, հա, Federal Reserve System բանը, համակարգը ինքը կենտրոնական բանկն է ըստ Միացյալ Նահանգների, որը մասնավոր է ի դեպ, բայց կառավարվում է, վերահսկվում է Միացյալ Նահանգների իշխանությունների կողմից։ Federal Reserve-ի նախագահն նշանակվում է Միացյալ Նահանգների նախագահի կողմից որոշակի ժամկետով։ Այս գործողի ժամկետը լրանալու է 26 թվականին, դեռ մի տարի ունի։ Այսինքն որևէ ձև չունի Տրամպը նրան ազատելու, եթե քրեական գործ չհարուցի, ասենք բռնի, բայց ինչի համար պետք է բռնի։ Հիմա սկսել է ճնշել այդ բանին, թե բա տոկոսը իջացրել, նայել ասում է մի րոպե։ Տնտեսական լուրջ վիճակ է հիմա համաշխարհային, եւ ես նման պայմաններում, երբ որ ինֆլյացիոն ռիսկերը գնալով աճում են, վտանգները գնաճի մեծ է, որովհետեւ դու սա առևտուրը փակել ես։ Առևտուրը երբ որ փակում ես, գները ավտոմատ սկսում են աճել։ Գնաճի պայմաններում ես մի հատ էլ էժանացնեմ փողը, իսկ նվազեցնել վերաֆինանսավորում տոկոսը նշանակում է ավելի էժան վարկեր տալ, նշանակում է ավելի շատ մարդ վարկ կվերցնի, փողը շատ կլինի շուկայում եւ ինֆլյացիան ավելի կմեծանա։ Ասում եմ, ես իմ հիմնական ֆունկցիան, իսկ կենտրոնական բանկերի հիմնական ֆունկցիան ինֆլյացիայի դեմ պայքարն է։ Ֆունկցիաներից մեկը, հա, այսպես ասեմ։ Որտեւ եթե ես չպայքարեմ ինֆլյացիայի դեմ, թողեմ ինֆլյացիան մեծանա, դա կարող է կատաստրոֆալ լինի Միացյալ Նահանգների տնտեսության համար, հա։ Տրամպը չէ, սխմում է, ասում է, չէ, դու ամեն անգամ ուշացնում ես, դու հայտնի ես որպես ուշացող, դու պետքա բան անես, թե չէ, ու իրեն հարց են տալիս, այդ Իտալիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ լրագրողը հարց է տալիս, ասում է, բայց ոնց որ թե դուք որ ասում եք կհանեմ իրեն, եթե չենթարկվի, ինքն էլ ասում է չեմ դուրս գա, ինքը Տրամպը ասում է, եթե ես ուզենամ հանեմ, կտենակ ոնց դուրս կգա, խնդրելով դուրս կգա։ Ուղղակի հələ այդ որոշումը չեմ կայացրել, ոնց պետք է այդ որոշումը կայացնես, քո դեմ արդեն դատարաններ, այդ թվում Գերագույն դատարանը, որը դու ես մեծամասնություն ձևավորել, իսկ մեծամասնությունը իր ենթակա, ոչ թե ենթակա իր կողմից նշանակված մարտիկ են Տրամպի, բայց նույնիսկ Գերագույն դատարանը որոշ վճռներ կա միաձայն իր դեմ որոշումներ է կայացնում, որտեղ ինքը լրիվ կարմիր գծերը արդեն անցել է, որտեղ բոլորը հասկանում են, որ քաոսի է տանում այս մարդը։ Եվ նման պայմաններում արդեն ինքը այդ ճնշումը զգալով, տեսեք շատ տեղերում նահանջել է եւ գալով հիմա նույն Ուկրաինային։ Տեսեք միջև այդ ինքը Ուկրաինայի հարցում սխմում էր Ուկրաինայի վրա, սխմում էր, նույնիսկ հասավ նրան, որ Վիտկոֆը գնաց Մոսկվա եկավ, ասաց, հա դա հիմա ռուսներ ուզում են, որ այդ տարածքները բանանի ուկրաինացիները ազնեն։
Ասենք դա էլ մի աբսուրդ է, էլի, այդ Վիտկոֆը ընդհանրապես դիվանագիտական փորձ չունեցող անձ, բիզնեսմեն, միլիարդատեր, ամբողջ կյանքը փող է աշխատել Ասում են լավագույն բանակցողն է Միացյալ Նահանգների այժմ։ Ինչով է լավագույն, կարող է ինքը լավագույն բանացող է, երբ որ բիզնեսի մասն է խոսքը, հա, եթե իր նպատակը Ռուսաստանին ինչ որ բիզնես գործարքներ առաջարկելը կարող է։ Իդեպ ասեմ, այդպիսի արդեն ինֆորմացիա է արտահոսք եղավ, որ Ռուսաստանը որոշակի գործարքներ է առաջարկել ամերիկացիներին, օրինակ որոշ նավթային հանքերի Ռուսաստանում գտնվող համատեղ ուրեմն օգտագործում, շահագործում, որտեղ լավ պայմաններով ամերիկացիների համար, բայց ավելի կարևոր, ինքը ասում է, որ ես պատրաստ եմ ամբողջ իմ գազը Եվրոպա, որը որ վաճառել եմ, վաճառեմ քեզ, կարծեմ Shell-ի մասն է խոսքը, եթե թե Chevron հեղություն ընկերությանը, Shell-ը հոլանդական է։ Եվ Chevron-ը ինքը վերավաճառի Եվրոպային եւ ամբողջ այդ տարբերությունը լավ պայմաններով կոպիտ ասած ուզում է ծախի այդ գաղափարը Տրամպի տոմարը գտելա, որ ինչի վրա կարող է։ Եվ ես կասկածում եմ, որ Վիտկոֆը գնացել է այնտեղ, ռուսները ասել են մենք քեզ տալիս ենք այսպիսի շահութաբեր բաներ, քեզ ու քո ընկերներին ու Միացյալ Նահանգներին, դու էլ մեզ տալիս ես Ուկրաինայի տարածքներ։ Ու չգիտես ինչի Վիտկոֆը տոմարը մտել է, որ կարելի է Ուկրաինայից փոկել է տարածքները տալ Ռուսաստանին, բայց չի հասկանում, որ նախ ուկրաինացիները դրան չեն համաձայնվի, երկրորդը Եվրոպան դրան չի համաձայնվի։ Եվ Ռուբիոն, երբ որ Փարիզում գնացել էր եվրոպացիների հետ բանակցում էր, այնտեղ այդ ակնարկը եղել է, այդ խոսակցությունը եղել է, եւ եվրոպացիները կտրուկ ասել են, չէ, ինչ տարածք։ Ինչի մասնախոսքը։ Դե Զելենսկին ասաց մոռացիր։ Այո, եւ հիմա միակ բանը որ մնացել է, որ կարող է այն էլ արտահոսք է տալիս Bloomberg-ն էր արտահոսքը տվել, որ որոշ չինովնիկներ Միացյալ Նահանգների ասում են, որ Տրամպի մոտ տես տրամադրություն կա, որ Ղրիմը կարող է ճանաչի Ռուսաստանի մաս մեծ պայմանագրի շրջանակներում խաղաղության, եթե դա տեղի ունենա, բայց խաղաղության պայմանագրին Ռուսաստանն է հիմա դեմ։ Ռուսաստանը ասում է իմ ուզածը միջև չտակ, այնց ողջևորվել է, Պուտինն էլ այնտեղ է ողջևորվել, դե Տրամպը ամեն ինչ արեց իր օգտին, ամենակարևորը օգնեց իրեն Կուրսկը հետ վերցնել Կուրսկի այդ տարածքները, հետախուզական տվյալները չտալով եւ այլն։ Կոպիտ ասած, խերը մնացեն այդ Տրամպի եւ Պուտինի այդ գյալաջից կամ սիրախաղից ոնց ուզում եք անվանեք, այն որ Ուկրաինան նահանջեց Կուրսկում եւ այն որ ռուբլին ամրապնդվեց, որովհետեւ ռուսական շուկաները ողջևորվեցին, որ հա հեսա խաղաղություն ալնելու, Ամերիկայի հետ հարաբերությունները կարգավորվելու են եւ 100 քանիս էր կուրսը ընկավ հասավ 80 քանիսի, հա, ռուբլի 1 դոլարի դիմաց։ Բայց կա որ Թրամփը չի բացառվում, որ կարող է հրաժարվել այդ ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման իր առաքելությունից, քանի որ ասում են իր ժամանակը թանկ է, նա ուրիշ խնդիրներ էլ ունի։ Եթե ուզում եք, չեք ուզում, գիտեք ինչ հիշեցի, այն որ անեկդոտ կա, որ փոս է ընկնում, մարդը փորձում է դուրս գալ, չի ստացվում, ասում է մի անգամ էլ փորձեմ, չեղավ, գնամ տուն։ Հա, լրիվ այդ վիճակն է, որովհետև պարզ չի թե այդ դուրս գալը ինչով է ուղեկցվելու։ Այսինքն դու դուրս ես գալու, ընդհանրապես չես խառնվելու եւ ստատուս քվոն պահպանելու ես, թե դու դուրս ես գալի եւ դադարեցնում ես սանկցիաները Ռուսաստանին եմ օրինակ։ Թե հակառակը դու դուրս ես գալիս, բայց զենք ես սկսում մատակարարել Ուկրաինային պաշտպանվելու համար։ Այդ դուրս գալը տարբեր երանգներ կարող է ունենալ։ Որտեղ հիմա կոնկրետ Բայդենի ադմինիստրացիայի որոշումը այդ փաթեթը 4 միլիարդի որ Ուկրաինային զենք մատակարարելու, ինքը դե չհասցրեց ամբողջությամբ մատակարարի, բայց այդ որոշումը կար եւ հիմա Տրամպը դա շարունակում է իրականացնել, որտեղ դա Միացյալ Նահանգների որոշում է։ Նա դա չի դադարեցել, մի պահ դադարեցեց Կուրսկի այդ պահով, հիշում եք, բայց հետո էլի վերականգնեց։ Իսկ կհաջողվի արդյոք Թրամփին ճնշում գործադրել Եվրոպայի վրա, որպեսզի Եվրոպան եւս չօժանդակի Ուկրաինային։ Այստեղ գալիս են հնարավորություններից։ Բա բոլորի դեմ, երբ որ դու պատերազմ ես հայտարարում, դու ո՞նց ես կարողանալու այդ ճնշում գործադրել, մի հատ էլ այդ հարցում։ Արդեն Եվրոպային դու խրտնացրել ես քո դեմ ես հանել տնտեսական հարցերում։ Արդեն ասել ես քո պաշտպանությունը չեմ իրականացնելու, գնա ինքդ քո պաշտպանության հարցեր լուծի եւ դրանում անկախացրել ես Եվրոպային։ Եթե դու ուզում ես ճնշես Եվրոպայի վրա, դու պետք է լծակ ունենաս վրան, բայց դու քո լծակների հետ ես քաշը։ Քո գլխավոր լծակը Եվրոպային պաշտպանելն էր։ Հիմա դու ասում ես եվրոպացիներ գլխի ճարը տեսեք, նրանք էլ ասում են լավ, մի տրիլիոնի համարյա ստեյից ընդից փող պետք է ճարենք այդ հում էմիսիայի հաշվին։ Գիտեք, թույլատվեցին էմիսիայի սահմանը ավելացրեցին, որպեսզի կարողանան համապատասխան գումարներ տրամադրեն։ Եվ նման պայմաններում Եվրոպան ավելի անկախ դարձավ Միացյալ Նահանգներին։ Ճիշտ է, չեմ ասում լիովին անկախացավ, որտեղ Միացյալ Նահանգների զորքերը դեռ կանգնած են, չնայած խոսակցություն կա, որ 10-20 թե 30,000 հետ քաշելու խնդիր կա Գերմանիայից եւ մյուս երկրների զորքերի եւ այլն, բայց ամեն դեպս դեռ կա, բայց ամեն դեպքում էապես Եվրոպայի ինքնիշխանությունը ավելացավ։ Մեծ հաշվարկներ են արել, իսկ Թրամփը հաշվարկել էր արդյոք, որ Եվրոպան եւ Չինաստանը կփորձեն համատեղ պայքարել այդ սակայն։ Բայց եմ ասում, հաշվարկել են նախատեսվում է արդեն մեծ համաժողով
Եվրամիության գագաթաժողով, այո, բարձրաստիճան ներկայացուցիչները Եվրամիության պատրաստվում են Պեկին գնալու եւ բանակցելու արդեն Սի Ցզինպինի հետ։ Դե այդ եմ ասում, որ ոնց երևում է այդքան էլ լավ չեն հաշվարկել։ Ինչ որ տեղից լսել են, որ կա կառավարվող քաոս տեսություն, բայց չեն տիրապետում դրան, եւ իրենց պահում են որպես փիղը աղճապակե տնակում կամ բանում, խանութում, սրահում։ Այսինքն նուրբ բավականի գործիքակազմ պահանջող գործողությունները իրականացնում են հռկոպալ, այսպես ջարդուփշուր անելով ամեն ինչ չհաշվարկելով, ընդ որում սեփական նաև դիրքերը թույլատնելով։ Եվ ինքը այսօր հայտնվել է մի վիճակում եւ այո, չի կարող Եվրոպայի վրա ճնշում գործադրել, որտեղ Եվրոպան Չինաստանի հետ իրեն թվում էր, թե ինքը Ռուսաստանին կարողանալու է փոկել Չինաստանից, բայց այդքան էլ լավ չի ստացվում, չնայած իրոք կա դժգոհություն Չինաստանի մոտ ռուս-ամերիկյան սիլիբիլիներից, բայց համենայնդեպս որոշ հարցերում ինչքան էլ Չինաստանը փակում է օդերը Ռուսաստանի, իսկ Ռուսաստանն էլ ասեմ նաև Չինաստանի, օրինակ չինական ավտոմեքենաների մուտքի վրա սահմանափակումներ դրեցին, որտեղ արդեն լրիվ ռուսական ավտոպրոմին խեղդել էր։ Դա իրենք անխուսափելի պետք է անեն, բայց մյուս կողմից իրենք շարունակում են իրենց պահուստների զգալի մասը յուանում պահել, իսկ չինացիներն էլ սկսում են յուանը արժեզրկել, որպես Միացյալ Նահանգների հետ առևտրային պատերազմի բաղկացուցիչ մաս։ Պետք է թույլատնեն իրենց յուանը, որ կարողանան այդ մրցակցության մեջ շահեն, որտեղ ցանկացած էքսպորտ-իմպորտի մասին տեղյակ մարդ գիտի, որ ինչքան քո արժույթը էժան է, այնքան քո արտահանողները շահում են, ներկրողները տուժում են, հա։ Ուզում եմ ասեմ, որ նման պայմաններում մեկ է Ռուսաստան չփոկվեց Չինաստանից, որովհետև ինքը բավականին վերջի տարիներին սերտ աճել է տնտեսական առումով, տենց հեշտ չի կարող փոկվել, ել չեմ խոսում դրա մասին, որ տենց չեն էլ վստահում առանձնապես ռուսական էլիտաները Միացյալ Նահանգներին եւ այս Պուտինի շատ այսպես սիլիբիլիները արևմուտքի հետ բավականին լուրջ դժգոհություն առաջացրեց ներսում, էլիտաների ներսում, հատկապես այն ազգայնական ծայրահեղական շովինիստական շրջանակների մոտ, որոնք այսօր գլուխ են բարձրացրել Ռուսաստանում, գիտենք։ Եվ նման պայմաններում է, որ Ռուսաստանը ոչ մի լուրջ զիջման չի համաձայնվում եւ ՄԱԿ-ում իրենց Նեբենձյան ներկայացուցիչը ասել է, որ իրատեսական չի հիմա ինչ որ դադարեցնելը առիթավորվելով, թե իբր այս միամսյակը որ եղավ, էներգետիկ ենթակառույցներին չհարվածելու այդ պայմանավորվածությունները եղավ, իբր Ուկրաինան խախտել է։ Որ հակառակն է, իրենք են խախտել, հա, բայց համենայնդեպս իրենք հրաժարվում են։ Հիմա Լոնդոնում են շուտով հավաքվելու հաջորդ ուրեմն արտգործնախարարների հանդիպումը, որտեղ այս Փարիզում հանդիպելու ժամանակ որ պարզվեց որ ռուսները չեն պատրաստվում զիջել եւ այնպիսի պահանջներ են դնում, որ Եվրոպան երբեք չի համաձայնվի եւ Ուկրաինան երբեք չի համաձայնվի, որից հետո Ռուբիոն sense հիասթափված է լավ ասեց, որ ոչ մեկը ոչ իման չեք համաձայնում, կոպիտ ասած մենք յան կտանք ստեղից, հա, ու հիմա հաջորդ քայլը Լոնդոնում է լինելու, ու էլի եվրոպացիները էլի նույն բանը ասելու են, հաստատ չեն ասելու, լավ, եկեք Դնեպրոպետրովսկ տանք, որ ասենք բանի Պուտինի ախորժակները բավարարվի, որ Վիտկոֆն ու Տրամպը կարողանան բիզնես անեն Ռուսաստանի հետ, չեն համաձայնվելու։ Այլ հակառակը, այո, ձեր ասած գնում են Չինաստանի հետ են սկսում արդեն խոսել, ոնց անեն, որ այդ մնացները, որ ստանում են Միացյալ Նահանգների տարիֆներից, իրար հետ առևտրի հաշվին փոխհատուցեն։ Եվ դա բերելու է վերակառուցման ամբողջ միջազգային շուկայի, որտեղ Միացյալ Նահանգները տուժելու է եւ այդքան բանը հասկանալով Միացյալ Նահանգներում կամաց ոնց որ թե հետ քայլի ինչ որ ճանապարհներ են փորձում գտնել։ Ես չգիտեմ, այս 90 օրից հետո ոնց են այդ քայլը անելու ամբողջ իրենց մնացած այդ երկրներից, որտեղ այնտեղ էլ ուրիշ լոգիստիկ շղթաների տեղաշարժերը տեղի ունենում, հասկանում եք, օրինակ Ենթադրենք ինչ որ ապրանքներ, որը որ Վիետնամից են ստանում, հիմա 90% տարիֆներ են դրել Վիետնամի վրա, այդ նույն ապրանքները կան որոշ աֆրիկական երկրներն են արտանում, որտեղ 20% են դրել։ Հիմա այն արտադրողները, որը որ ներկրողները ամերիկյան, որը որ Վիետնամից են դրանք ներկրում, ստիպված են իրենք լոգիստիկ շղթաները մեծ ծախսեր անելով եւ այդտեղ մենակ ներկրողներ չեն, այդտեղ նաեւ այն արտադրողներն են, որոնք պահեստամասեր են գնում Վիետնամում արտադրված պահեստամասերը ամերիկյան արդյունաբերության համար։ Հիմա ստիպված են փոխել այդ լոգիստիկ շղթաները, գնան այդ աֆրիկյան երկրներից առնեն կամ հարևան Վիետնամի հարևան երկրներից, որտեղ այդքան տարիֆներ չի, դա մեծ ծախսերի հետ է կապված, դա էլի ծանրանստելու ամերիկյան տնտեսության վրա, բայց էլի արդյունքը ոչ մի տարբերություն չկա, չէ, իրենց համար, որտեղից այնտեղից առնեն, թե այնտեղից, բայց ծախսը հավելյալ լինելու է։ Եվ ել չեմ խոսում նրա մասին, որ այդ տարիֆները ծանր բեռով նստելու են Միացյալ Նահանգների գնորդների վրա։ Մենք բոլորս էլ մի անգամ չի որ ասել ենք, որ տարիֆները նես չի, որ միայն
այն երկրներն են տուժելու, որոնք որ արտահանում են դեպի Միացյալ Նահանգներ, նախ եւ առաջ նաեւ Միացյալ Նահանգների ներկրող ընկերություններն են տուժելու, որտեղ ստիպված մարժան իջացնելու են, եւ գնորդները, որտեղ ամեն դեպքում գները աճելու են։ Արդյունքում ինֆլյացիան մեծանալու է Միացյալ Նահանգներում, վստահությունը Տրամպի հանդեպ նվազելու է եւ արդեն հիմա դեմոկրատները, նաեւ այն խոշոր բիզնեսները, որոնք որ աջակցում են Տրամպին, արդեն կամաց-կամաց սկսում են աջակցել դեմոկրատներին Տրամպի դեմ, որտեղ հասկացան, որ ոնց որ թե այս մարդը այդքան էլ adekvat չի, եւ դա հələ Մասկին չեմ ասում, հա, որ իր հիմնական աջակիցներից մեկն է արդեն սկսել է բան անել, հակադրվել իր խորհրդականներին ու իդեպ նաև իր մոտ էլ բավական դժգոհություններ է արդեն ցուցադրում հենց Տրամպը Մասկից, օրինակ Պենտագոնում բանը բրիֆինգի պետքա բանին Պարզվեց, որ Մասկը պատրաստում էր գնալ Պենտագոն մասնակցել Չինաստանի դեմ հնարավոր գործողությունների, այդ թվում ռազմական հնարավոր բոլոր սցենարների բանը, չէ, մշակվում են, որ պետք է գնալ մասնակցել, լսեր, թե ինչ է պատրաստում Միացյալ Նահանգները անից։ Տրամպն էլ ասել, իմացել է, որ պետքա գնալ այդտեղ, ասել է, բայց ինչ գործ ունի Մասկը հանգարց թույլ չտակ, Մասկը գնա Պենտագոնի բրիֆինգին մասնակցի։ Եվ այսինքն հենց դա եմ ասում, որ արդեն քաոսի է վերածվել։ Այսինքն այդպիսի տարական բաներ ինստիտուտներ այլևս չեն գործում, որտեղ վախենում են Տրամպից։ Նույն այդ Պենտագոնում ովքեր համաձայնվել են, հա, որ հրավիրեն Մասկին, հիմա սպասում են, ասում են դե Մասկը Տրամպի հետ լավ է, եթե չհրավիրենք, Տրամպը մեր վրա կճղայնանա կոպիտ ասած, լուչը հրավիրենք, չհարցնենք Տրամպին, բայց Տրամպն էլ չգիտի։ Հասկանում եք, այսինքն քաոս է մի հատ բոլոր հարցերում է դա։ Եվ նման անկառավարելի իրավիճակում դու հայտարարում ես առևտրային պատերազմի մեջ ես մտնում աշխարհի հետ, ո՞նց ես դու դրա տակից դուրս գալու։ Դա կարող է կոլապսի բերել Միացյալ Նահանգների տնտեսությունը։ Այժմ եկեք դիտարկենք այնուամենայնիվ, շատերը խոսում են այն մասին, որ Եվրոպան, եթե Չինաստանի հետ իսկապես համատեղ սկսեն պայքարել Միացյալ Նահանգների դեմ, սակագների մասին է խոսքը դեռևս, ապա չի բացառվում, որ նրանց հայացքը կուղղվի նաև Հարավային Կովկաս։ Եվ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը համենայն դեպս անհանգստացրել է դա Ռուսաստանին, թե ոչ, նախ իմ հարցն է լինելու, այո, դուք կարծում եք արդյոք, որ Հարավային Կովկասը այսպես ինչ որ կապող ուղի է լինելու եւ կամ հետաքրքրություն է ավել ինչ որ հետաքրքրություն է ներկայացնելու առավել Պեկինի եւ Եվրամիության կամ եվրոպական երկրների համար իրար հետ կապվելու եւ առևտուր իրականացնելու համար եւ եթե այո եւ այդ առաջին հարցն է, երկրորդ հարցը արդյոք դրանով չի պայմանավորված այն, որ Ռուսաստանը վերջին շրջանում շատ ավելի այսպես շատ է սկսել խոսել 3 գումարած 3-ի մասին, վերջի լուրն էլ այն էր, որ մինչև այժմ եթե Ռուսաստանը անդադ ասում էր, որ մենք կօգնենք, կաջակցենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, այժմ խոսում է Ռուբեն Ռուբինյանի հետ, ընդ որում Ռուսաստանի արտգործնախարարության մամլոյցարայության ձևակերպումն եմ տալիս, եթե Ռուբեն Ռուբինյանի հետ կարող էր նա խոսել որպես ազգային ժողովի կարծեմ փոխնախագահ, այո, եթե ճիշտ եմ ձևակերպում, նա ձևակերպում է որպես հայ-թուրքական կարգավորման գործընթացում ընդգծում է այդ պաշտոնը Ռուբեն Ռուբինյանի եւ ասում է, որ Ռուսաստան կողմը պատրաստ է շարունակել նպաստել Երևանի Անկարայի միջև ընդհանուր եզրեր գտնելուն, քանի որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կարևոր գործոն է Հարավային Կովկասի կայուն զարգացման համար։ Հարցս է արդյոք շարունակում է նպաստել, արդյոք Ռուսաստանը նպաստել է երբևիցե, մենք իմացել ենք այդ մասին Հայաստան Անկարա Երևան-Անկարա փոխհարաբերությունների մեջ, սա առանձին է դիտարկում հայ-ադրբեջանականից Ռուսաստանը եւ արդյոք այդ վերջին շրջանում այդ ավելի եւ ավելի 3 գումարած 3-ի մասին խոսելով նա չի ցույց տալիս, որ այնուամենայնիվ անհանգստանում է, որ այս իրավիճակում Չինաստանի եւ եվրոպական երկրների հայացքը ավելի սևեռում կլինի Հարավային Կովկասի վրա եւ ներթափանցումը նույնպես։ Նախ տեսնենք մի քիչ հերվից կանք, հա։ Համեցեք։ Ռուսաստանը Հայաստանին միշտ օգտագործել է որպես խցան արևելք, արևմուտք կապերի, առևտրային կապերի, էներգակիրների հոսքերի հա մեջ։ Դեռ 90-ականների վերջերին, երբ որ ինքը այսպես աչք փակեց նրա վրա խոչընդոտեց ամենայն դեպս մի պահ խոչընդոտեց միայն հայկական ուժերի հաղթանակին Արցախյան պատերազմում
այդ խոչընդոտումը եղավ 92 թվականին, երբ որ տեսեք Ելցինն էր արդեն։ Մենք գիտենք, որ Ելցինը բավական լավ հարաբերություններ ուներ Հայաստանի հետ, չէ՞, Լևոն Տեր-Պետրոսյանի հետ եւ հակառակը բավականին վատ հարաբերություններ ուներ Ալիևի հետ։ Այն պատմություն էր գալիս դեռ։ Բայց ամենայն դեպս նույն ժամանակ Ալիևը չէր 92 թվականին, հետո եկավ, բայց ամենայն դեպս հենց առավել եւս, տեսեք, նույնիսկ դեռ Ալիևը չէր, Էլչիբեյն էր, բայց նույնիսկ այդ պարագայում Ռուսաստանը օգնեց Էլչիբեյին գրավել Մարտակերտի շրջանը։ Ինչ արեցին 40 տանկ այն պաշարներից, որը որ ժառանգություն պետք է անցներ խորհրդային հանրապետություններին, փլուզումից հետո սովետական միություն, մի տարի առաջ դրանց սովետական միությունը փլուզվել էր։ Դրանց մի տարի հետո հանգարց, չգիտես ինչի 40 տանկ են տալիս։ Առաջինը Ադրբեջանն են տալիս։ Մենք էլ ունենք ստանալիք, մերը չէին տալիս, նրան տալիս են, որ բալանսը խախտեցին նրանց օգտին եւ նրանք 40 տանկային կալոն նաեւ ընդ որում նստած էին այդ տանկերի մեջ ռուս, ուկրաինացի են մնացած այլ ազգի, ուրեմն ասեմ ադրբեջանցիներ չէին, հա, այդ տանկային կալոննան մցրեցին Մարտակերտով համարյա հասնում են Ստեփանակերտ։ Երբ դա տեղի ունեցավ։ Երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը գնացել էր Թուրքիա եւ բանակցում էր հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու օգտին։ Այսինքն այն գործառույթը, որը մշտապես ռուսական կայսրությունը, հետո նաեւ Խորհրդային միությունը, հետո նաեւ ուրեմն Ելցինը, իսկ Ելցինը անձամբ չի այդ քաղաքականությունը մշակում վարում, չէ, այնտեղ մնում են այդ նախկին արտգործնախարարության կադրերը, KGB-ն, այդ ամոչը մնացել էր եւ այդ համակարգը դեռ կար։ Այսինքն այդ միշտ իրանք օգտագործել են Հայաստանը որպես խցան, որպես ֆորպոստ եւ հանգարց տեսնում են, որ այդ ֆորպոստը ինքնուրույն քայլեր է անում, գնում է Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը, այդ շնորհիվ վաղ եթե պետք լինի Ռուսաստանին, բայց ոչ Հայաստանին, որպես Հայաստանը որպես զոհասեղանին բերելու, խցան օգտագործելու համար օգտագործել, չի ստացվելու Ռուսաստանի հետ եւ դա իրեն շատ խրտնեցրեց եւ իրանք ասացին դա որ այտենց ինքնուրույն է, հիմա կտեսնեք ինքնուրույնը որն է եւ Ադրբեջանին կոպիտ ասած օգնեցին որ սկսի ճնշել հայկական կողմին եւ Լևոն Տեր-Պետրոսյանը հասկացավ ուղղարձը միանգամից դադարեցրեց այդ հայ-թուրքական process-ը 1992 թվականին։ Հետո արդեն երբ որ 94-ին զինադադարը կնքվեց եւ այլն իրենք համարեցին որ այդ խցանը արդեն պատրաստ է Հայաստանին ըստ էության ներքուստ հովանավորում էին, որպեսզի անզիջում հատկապես այն ուժերը, որոնք որ բավական անզիջում են, չէ, Հայաստանում, նույն Ռոբերտ Քոչարյանը, որ եկավ 98 թվականին, նույնիսկ Վազգեն Սարգսյանն են համոզել այդ գծի մեջ մնալ եւ այլն, դրա շնորհիվ պահում էին Հայաստան որպես խցան, արևելք, արևմուտք այդ պրոյեկտների եւ ինչ ստիպված արեց արևմուտքը, ստիպված այդ բոլոր պրոյեկտները կառուցեց շրջանցելով Հայաստանը։ Բաքու-Ջեյհանը, հետո նաև գազատարերը, ամբողջ անցան Վրաստանով, հետո նաև երկաթգիծը արդեն ադրբեջանական պրոյեկտ որպես Բաքու-Թիֆլիս ղարսը, հա։ Եվ դա շատ թանկ նստեց արևմուտքի վրա, շատ ավելի թանկ, քան եթե դրանք Հայաստանով անցնեին։ Ոչ միայն թանկ նստեց, բայց մի քանի տարով հետաձգեց։ Ես ժամանակին նույնիսկ հաշվարկ եմ արել եւ ռուսների հետ որ բարբերաբար հանդիպում ենք փորձագետների հետ, անդադ երեսներին շպրտում է, ասում է դուք մի մեզ ցույց տվեք, թե իբր լավություն եք արել, որ Արցախը օգնել եք, որ կամ չեք խանգարել առնվազն որ 94 թվին մենք մեր սեփական ուժերով իրականում ռուսները չեն օգնել մեզ։ Ռուսների միակ օգնությունը գիտեք որն է եղել Ռուսաստանի, որ իրենք չեն խոչընդոտել, որ մենք հայազգի կադրերին, ռազմական կադրերին ամբողջ սովետական միությունից ներգրավենք մեր պաշտպանության մեջ։ Եվ 100-ից ավելի բարձրաստիճան սպաներ Վազգեն Սարգսյանը կարողացավ բերել, հայտնի Իվանյանը գիտեք, եւ ոչ միայն այնտեղ Տեր Աբրամյան, ներողություն Նորատեր Գրիգորյանց, ներողություն, հա, Տեր Աբրամյան, Նորատեր Գրիգորյանցը, հետո գեներալներ կային Աբրահամյան, Հարությունյան, մի խոսքով։ Եվ այդ բոլորին բերեցին եւ իրենք կարողացան բանակը կազմավորել, կառավարել, իրոք 0-ից ստեղծել հայկական զինված ուժերը, որը որ նաեւ դիմադրեցին եւ հաղթեցին այդ պատերազմում։ Հա, այդ հարցում որ չեն խոչընդոտել։ Չնայած զուգահեռ նաեւ թույլ են տալիս որ Ռուսաստանում ադրբեջանցիները վերբովկա են անում։ Ու բաներ լյոթչիկներ, հա, տանկերի վարորդներ եւ այլն, հա, օթաչուներ։ Հիմա 94 թվականից հետո, հա, ես ինչ էի ասում իրենց, ասում էի, որ այդ Հայաստանի եւ Արցախի այդ անզիջումության շնորհիվ, որ եթե որևէ զիջեն, եթե համաձայնվեն օրինակ փաթեթային կամ փուլային ծրագրին, որ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկում էր արևմուտքը, ինչի համար էր դա ասվում։ Ասում էր համաձայնվեք, էներգակիրները, բաները կանցնեն Արցախով ու Հայաստանով,
ու այդ ամեն ինչը կկապի ձեզ շահերի տեսակետից Ադրբեջանի, Թուրքիայի հետ եւ արդեն խաղաղությունը ավտոմատ կլինի, ոչ մեկ արդեն շահագրգռված չի լինի իրար վրա հարձակվելու, բայց գինը պետք է լիներ այն, որ Արցախը պետք է լիներ ավտոնոմ մնար, ուրեմն Ադրբեջանի կազմում բարձր կարգավիճակով, հա, որին Հայաստան չէր համաձայնում բնականաբար, եւ դրա արդյունքում մի քանի տարի հետաձգվեց այդ պրոյեկտները, որտեղ համ ոտներն էին կախկցում արևմուտքում, այդ տրանսազգային կորպորացիաները պատրաստ չէին այդքան մեծ թանկ գին վճարեն Վրաստանով անցկացնելու, որտեղ ոչ միայն երկարում էր ավելի շատ պետք է ծախսանային, ավելի երկար ուրեմն նավթատարեր բաներ կառուցեն գազատարեր, բայց նաև այնտեղ գալիս էր ուրեմն բանի Վրաստանի այդ լեռները, հա, Ախալքալակի, Ախալցխայի եւ հետո էլ դեպի Թուրքիա Արդահանի կողմեր այդ լեռները բավականին բարդ անցանելի ռելիեֆ էր, որ շատ թանկացնում է շինարարությունը։ Համարյա կրկնակի ավելի թանկ նստեց իրենց վրա այդ ամեն ինչ կառուցելը։ Դրա համար համ ոտներն են կախկցում, համ հետո երբ որ արդեն այդ կնքեցին կոնսորցիումը 2001 թվականին վերջնականապես ստորագրվեց, արդեն երբ որ տեսան, որ ոչ մի բան չի ստացվում, Միացյալ Նահանգների միջնորդությունը տապալվեց, Քիվեստը եւ այլն հիշում եք, եւ արդեն սկսեցին կառուցել, բայց այդտեղ էլ մի քանի տարի ավել տևեց, քան եթե դա անցներ Հայաստանով, հա, որտեղ այստեղ հովիտներով, բաներով նորմալ անցնելու էր։ Այդ մի քանի տարվա ընթացքում ադրբեջանական նավթը գնում էր միջազգային շուկաներ, նախ ավելի ցածր ծավալներով եւ, այսինքն ցածր ծավալն ինչ է նշանակում է ռուսական նավթի մրցակցություն չէր կազմում առանձնապես։ Եղածն էլ գնում էր Նովորոսիսկով, այսինքն Ռուսաստանում ասում նավթատարերով եւ տրանզիտի համար գումար են վճարում։ Ես նստե հաշվել է 2 միլիարդ դոլարից մենակ այդ մի հարցում այդքան շահույթ այն ժամանակվա փողերով։ Հիմա այդ երևի մի 10-15 միլիարդ համարժեք, հա։ 2000-ականների սկզբերի այդ 2 միլիարդը։ Այդքան Ռուսաստանը շահույթ ստացավ միայն դրանից, ել չեմ խոսում ինչքան շահույթ ստացավ նրանից, որ ցածր ծավալների էր արտահանում Ադրբեջանը եւ ուրեմն մրցակցություն չէր կազմում եւ այլն։ Իսկ որոշ ժամանակ ընդհանրապես այդ մեծ ծավալների նավթը չգնաց դեպի շուկաներ, հետաձգվեց, հա։ Իրականում իհարկե ռուս փորձագետները այդպիսի խոսակցության պատրաստ չէին, իրենց համար շատ տարօրինակ էր, որ Հայաստանում կա մեկը, որ այդպիսի բաներ է հաշվարկում, որտեղ իրենք սովոր էին, որ հայ փորձագետները լներ, պաշտոնյաները լներ գնում էին, ասենց բանի պես են, բենամուկի պես, որ ասում կանգնում են, բենամուկ, բենաս այս գլուխներ անում են, որ դուք եք որ կաք, մենք ձեզ պարտական եք ամեն ինչով, դուք մեր մեծ եղբայրներն եք, ամբողջ կյանքներով մենք պարտական ենք, հա, ասենց ու այդ վիճակն է եղել ցավոք սրտի, մի հատ նորմալ սեփական շահերը հաշվարկող մեկը չի եղել, որ գնար ասեր, որ մի րոպե, դա տենց չէ, որ դուք այնպես մի հատ լավություն եք մեզ արել, որ մենք էլ ձեզ միջև կյանքի մեջ պարտական ենք։ Ուզում եմ ասեմ, որ այդ ժամանակ արդեն ակնհայտ էր, որ իրենք որպես խցան օգտագործել են Հայաստանը, բայց հիմա այդ խցան որպես օգտագործելու process-ը չեն կարողանում իրականացնել, որտեղ Հայաստանը իրենց դավաճանության շնորհիվ թե պատճառով ոնց ուզում եք անվանեք, անկախացել է էապես, ամբողջությամբ չէ, բայց էապես իր ինքնիշխանությունը ավելացրել է։ Եվ այստեղ երբ որ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ Արցախում մեր զինվորները, նաև նրանք ովքեր զոհվեցին, իզուր չէր եւ իրականում դա էապես մեծացրեց մեր անկախությունը, որտեղ մենք դիմադրեցինք եւ այդ դիմադրության շնորհիվ Ռուսաստանը ստիպված էր իր պլանները բացահայտել եւ իր դավաճանական քայլերը երբ որ արվեց, դրանով Հայաստանը իր պարտավորությունները Ռուսաստանի հանդեպ լրիվ կարողացավ, չնայած միջև վերջ չի օգտվում ցավոք սրտի նույն Փաշինյանը, վաղուց հապկից է պետքա դուրս գայինք ԱՊՀ-ից էլ, հա, եթե նույնիսկ ԵԱՏՄ-ից այդքան չէր ուզում դուրս գար տնտեսական շուտ շահերից ուզում եմ ինչի ձգի, բայց այն երկուսից վաղուց պիտի դուրս գայինք, չգիտեմ ինչի միջև հիմա չի արվել, բայց ամենայն դեպս շատ այլ հարցերում, տեսեք Զվարթնոցից հանեցին ՖՍԲ-ին, հա, Մեղրիի անցակետից հանեցին, հայ-ադրբեջանական սահմանից հանեցին ռուսական զորաբաժանումները եւ ամբողջ հայ-թուրքական հայ-իրանական սահմանում էլ բերեցին համատեղ հսկողություն։ Հիմա այդ ամեն ինչը նրա շնորհիվ էր, որ այսինքն այդքան հնարավորություն ստացավ Հայաստանը դեմը դնելու Ռուսաստանի, կոնկրետ Նիկոլ Փաշինյանը Պուտինի դեմ դնելու հնարավորություն ստացավ, ասելով, որ մենք նու չի ասում, որ մենք պատժում ենք ձեր դավաճանության համար, բայց ասում է մենք ստիպված ենք ուրիշ տեղերով մեր անվտանգությունը ապահովել, Արևմուտքի հետ համագործակցության շնորհիվ երկու անգամ արդեն 2-3 անգամ Միացյալ Նահանգների հետ զինավարություններ են կանում, իդեպ հեսա կգամ դրան էլ այդ տրանզիտի հետ կապված Միացյալ Նահանգների ներկայությանը կանդրադառնանք, բայց ուզում եմ ասեմ, այդ ամեն ինչը բերեց նրան, որ հիմա Ռուսաստան չի կարողանում մեզ որպես խցան օգտագործել։ Եվ մի տարբերակ ինքը ուներ, շարունակել փչացած պահել հայ-թուրքական հարաբերությունները, որպես այդ դեպքում խցան կարող են օգտագործել։ Եվ դրա համար այստեղ այդ հակաթուրքական նարատիվները, մեր զգացմունքները, որ շատ արդարացի մեր ժողովրդի այդ ցեղասպանությունից եկած այդ
ուրեմն ցավը եւ այլն շահագործելով հենց այս պահին, երբ որ մեզ հենց հիմա է որ պետք չի այդ բաները շատ շեշտադրել եւ իշխանությունները դա հասկանալով ասում են որ մեր առաջնահերթությունների մեջ չի ցեղասպանության ճանաչումը, չեն ասում ցեղասպանությունից հրաժարվում ենք, ասում են առաջնահերթություն չի, ճիշտ են անում, ոնց որ հիմա Արցախի հարցի լուծումը հիմա առաջնահերթություն չի իշխանությունների համար, որովհետեւ չունենք այդ ռեսուրսն ու հնարավորությունը, հիմա առաջնահերթությունը Հայաստանի ինքնիշխանության ամրապնդումը եւ տնտեսության աճը, տնտեսության զարգացումը, իսկ դրա համար պետք է ներդրումներ, դրա համար պետք է խաղաղություն, մի խոսքով եւ փորձեցին դա անել, բայց տեսնում են, որ ամեն դեպքում վտանգ կա, որ դա էլ չի աշխատելու, որովհետև միջազգային տրենդները այնպիսին են, որ հիմա գալիս ենք նրան, որ այո, Եվրոպայի, Չինաստանի, բայց նաև Միացյալ Նահանգների համար այս կորիդորը, արդեն մեծ իմաստով կորիդորը նկատի ունեմ, ճանապարհը արևմուտք-արևելք Հայաստանում անցնող, ուզում եք միջին միջանցք անվանեք, որ արևմտյան պրոյեկտ է, ուզում եք մեկ ուղի մեկ ճանապարհ անվանեք, որը որ չինական պրոյեկտ է, բայց բոլորի համար կտրուկ աճել է այս ուրեմն տարածքի արժեքը եւ այստեղ իդեպ ավելացել է ոչ միայն նրա համար որ Ռուսաստանով ճանապարհները փակվել են խուսիտներն էլ Կարմիր ծովում են անդադ խնդիրներ ստեղծում այլ որովհետեւ ապրանքաշրջանառությունն է անխուսափելիորեն ավելանալու որովհետեւ Միացյալ Նահանգների հետ ապրանքաշրջանառություն Չինաստան նվազում է ուզեն չուզեն ուրիշ շուկաներ պետք է գտնեն ճիշտ է Եվրոպանի վիճակի չի աբսորբել այդ ամբողջ ծավալը բայց այդ ամբողջ 10%-ն էլ եթե ավելանա հսկայական աճ է լինելու առևտրաշրջանառության եւ այս իմաստով մեր համար Հայաստանի համար պատմական շանսը համապատասխանեցնել մեր շահերը եւ մեր արտաքին քաղաքական ուրեմն ընդհանրությունները Թուրքիայի հետ ինչ որ իմաստով նաև Ադրբեջանի հետ, որովհետև այդ շահերի համընկնման պայմաններում է, որ մեր անվտանգությունը ավելանալու է, որ թուրքական վտանգը նվազելու է, որովհետև մենք ընդհանուր շահ ենք ստանում այս ճանապարհների անխափան գործունեության համար կայունություն եւ խաղաղություն ստեղծել տարածաշրջանում, որը թուրքերն էլ են սկսել հասկանալ, դրա համար Ադրբեջանին անդադ հորդորում են, որ այդ հարցը փակեք, մանավանդ ամեն ինչ որ ուզում եք տվեցին այդ բանն էլ միջանցքն էլ ոչինչ լավ միջանցք չի ինչա ճանապարհը տալիս են թող իրենք վերահսկեն Ինչ եք համարում որ Թուրքիան նման հորդորներով է դիմում Ադրբեջանին նո այդ տեսանելի է բացահայտ ասում են որ այդ խաղաղությունը լավ է արդեն պայմանավորվել եք ստորագրեք կարծում եք որ այդպես նույնիսկ բառացի վերջերս բանին Ալիևին Էրդողանը ասեց պատմական առաքելություն ունի պարոն Ալիևը խաղաղություն հաստատելու հնարավորությունը ստեղծել եւ ճարտարապետը լինելու հա ուզում եմ ասեմ իրենք էլ են հասկանում եւ դա պատահական չի թե Օբրայենը Բաքու որ գնացել էր դեռ նախորդ ադմինիստրացիայի ժամանակ այս ամենը արդեն տեսանելի էր այս շարժերը եւ կարեւորությունը անկախ այդ Տրամպի տարիֆներից գիտեք արդեն Ռուսաստան ճանապարհները փակ էր Հարավում ճանապարհները փակ էին, Իսրայելը իհարկե ամեն ինչ անում է նաև Ադրբեջանի միջոցով, որ այստեղ էլ ճանապարհները փակ մնա, որ միակ ճանապարհը իր տարածքով մնա, որ ինքը դառնա այդ հաբը։ Եվ դրա համար են ինքը շտապում Հեզբոլլահի, Խուսիտների եւ ուրեմն Համասի հարցերը լուծել, որ իրա մոտ խաղաղություն հաստատվի, որ արդեն Սաուդյան Արաբիա, Հորդանան, Իսրայելով այդ արևելք-արևմուտք ընդեղով անցնի, այդ թվում գազային բաները, Քաթարի եւ այլն, որտեղ միջև այդ դրանք պետք է անցնեին Սիրիայով։ Դրա համար Սիրիան ապականեց, նաև Իսրայելի մասնակցությունը այդտեղ կար։ Հիմա էլ խոչընդոտում է չի թողում, որ Սիրիայում կայունանա իրավիճակը, որտեղ եթե Սիրիայում կայունանա, այդ նախագիծը կարող է էլի վերակենդանանալ եւ էլի այդ գազատարը Քաթարը ավելի հետաքրքրված է արաբական երկրներով մասնակցել, քան թե Իսրայելով, չէ՞։ Ինչ եմ ուզում ասեմ, որ նման պայմաններում Հայաստանի համար պատմական շանս է հիմա այդ խաղաղություն ստեղծելու հնարավորությունից օգտվել, հայ-թուրքական կարգավորումը ապահովել, ցեղասպանության հարցը շարունակել քննարկել, բայց արդեն թուրքերի հետ կոնկրետ, տեսնել ինչ ուր կարող են հասնել։ Իդեպ Թուրքիայում կար այդ պատրաստակամությունը Էրդողանի մոտ դեռ 12-13 թվականներին, երբ որ ինքը առաջին անգամ սկսեց բան անել, ցավակցություն հայտնել հայ ժողովրդին, ճիշտ է, ասում էր 300,000, ասում էր նաև թուրքեր են զոհվել, բայց ամեն ապրիլի 24-ին երկու անգամ դա տևեց, կարծեմ, ինքը այդ ցավակցությունը հայտնում էր։ Այսինքն կարելի էր հետները աշխատել ավելի հեռուն գնալու։ Բայց ելի եմ ասում, ամեն ինչ արվեց նաև Ռուսաստանի կողմից, նաև իրենց ազդեցությունը այստեղ, իրենց ագենտուրային ցանցերի միջոցով, որ այդ process-ը չզարգանա։ Բայց հիմա մենք տեսնում ենք, ասում եմ, մենք շարունակում ենք նպաստել Երևանի Անկարայի միջև որտեւ իրենք տեսնում են, որ իրենց ձեռքից գնում է այդ process-ը։ Որտեւ տեսնում են, որ արդեն վերահսկողությունը կորցնում են այդ process-ի հանդեպ։ Որտեւ տեսնում են եվրոպացիներն ու ամերիկացիներն են արդեն եկել Հայաստանում այդ ազդեցություն ունեն, իսկ ամերիկացիներն էլ են իդեպ շահագրգռված այդ անցուդարձը վերահսկել։
Օբրայենը չէր Բաքվում ասում, որ մենք շահագրգռված ենք այդ էներգետիկ ռեսուրսները հենց Հայաստանով անցնելու, որովհետև Վրաստանով անցնելու դեպքում այնտեղ ես միշտ ասել եմ, մի քանի 100-ից մի քանի կիլոմետր հեռավորության վրա սովորական հրետանիով կարելի է դա թիրախավորել, խոցել Ռուսաստանի կողմից, որովհետև Օսեթիան իրենց ազդեցության տակ են միջև ապահովում։ Եվ Հայաստանը այդ իմաստով նաև ապահովելու էր կայունություն եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում, որը բերելու էր Հայաստանի անկախացման Ռուսաստանից, որովհետև Ռուսաստանը ոնց է Հայաստանի կախված պահում։ Գյումրի ընտրություններից ձեզ օրինակ։ Մի հատ գալիս են վախացնում են, որ հենց Ռուսաստանի բազան հանեն թուրքերը կգան ձեզ կուտեն, միանգամից թեկուզ 20% այժքանը գնում են ռուսամետ ինչ որ մի հատ դրածոյի գնում են քվեարկում են։ Այդ նույն սկզբունքով իրենք հույս ունեն, որ այդ ազդեցությունը կարողանալու են պահեն։ Հիմա եթե Հայաստանը կարողանում է կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները, ինքը դառնում է շահառու նաև այդ ամբողջ ապրանքաշրջանառության, 1. Երկաթգծերը Հայաստանից սկսում են ամբողջությամբ աշխատել, իսկ դա էլ վաղ թե ուշ կոնցեսիայից զրկելու են ռուսներին, մեր վերահսկողության տակ է անցնելու, եւ ամենակարևորը ռուսական բազան էլ արդեն կարիքը չեն ունենալու։ Եվ նման պայմաններում Հայաստան ներդրումների հոսք է սկսվելու եւ տնտեսական աճ է սկսվելու, իսկ մենք այսօր բոլոր մեր խնդիրների արմատներից մեկն էլ ֆինանսների պակասն է։ Տեսեք, Արցախահայության սոցիալական խնդիրների լուծումը գալիս է կանգնում է ֆինանսների պակասին։ Մեր ռազմական արդյունաբերության զարգացումը, ինչքան էլ մեծ գումարներ են հատկացում, բայց դա էլ սահմանափակ է։ Դրսից առևտուրը այդ թվում զենքի զինամթերքի, ներդրումները, պետական ներդրումները այսօր արդեն ահագին կրճատվում են, որտեվ չկա այդ հնարավորությունները շարունակել նույն ծավալներով, ինչ որ հեղափոխությունից հետո էր այդ պետական ներդրումները, դպրոցաշինություն լինի, ճանապարհաշինություն լինի, սուբսիդավորում տարբեր տնտեսական նախաձեռնությունների, իսկ մեզ այսօր թռիչքաձև տնտեսական աճ է պետք։ Մենք ունենք այդ պոտենցիալը հասնելու Ադրբեջանի համախառ ներքին արդյունքի բացարձակ թվերով, որտեվ մեկ շնչին հաշվով մենք արդեն անցել ենք Ադրբեջանն էլ, Վրաստանն էլ։ Վրաստանը չնայած այս տարի ոնց որ էլի հետ վերցրեց այդ բանը, առաջնությունը, ոնց որ անցավ մեզ, բայց այդ տեմպով հավասար գնում ենք, բայց Ադրբեջանից անցել ենք։ Տեսեք, նավթային տակառ Ադրբեջանից մեկ շնչին հաշվով մենք ավելի լավ վիճակում է տնտեսական, բայց դա բավարար չի, որովհետև բացարձակ թվերով են մրցում տնտեսությունները, ոչ թե մեկ շնչին ընկնող, բայց մենք ունենք այդ պոտենցիալը բացարձակ թվերով էլ անցնել, եթե 10-15% ամեն տարվա տնտեսական աճ ունենանք, առանց ներդրումների, արտաքին ներդրումների, դա հնարավոր չի։ Էլ չեմ ասում հիմա էլ վատ կառավարման պայմաններում մեր իշխանությունների եղած հնարավորություններն էլ ներդրումների արտաքին, ասած ուղղակի փոշիացնում են, փախցնում են Հայաստանից, անդադ այդ բանի Արագեյթի պատմությունն են բերում, 300 միլիոնանոց ներդրում ուղղակի փոզմիշ արեցին, որ կարելի էր լրջագույն լեռնադահուկային համալիր այստեղ ներողություն, ես փորձեմ այսպես ամփոփել այս հատվածը մեր զրույցի։ Արդյոք կարելի է ասել, որ այս իր հայտարարությամբ, որ հայ-թուրքական հարաբերությունների վրա են նրանք փորձում աշխատել, Ռուսաստանը փորձում է հավասարակշռել կամ հակակշռել արևմուտքի միջնորդությունը այս հարցում, արևմուտքի ճնշումը Թուրքիային, որ Թուրքիան հարաբերությունները կարգավորի Հայաստանի հետ։ Նա ասում է, ես ինքս շարունակում եմ ներազդել հայկական Հայաստան, Թուրքիա-Հայաստան փոխհարաբերությունների վրա, այսինքն նա ցույց է տալիս, որ ազդեցությունը Հարավային Կովկասում, ազդեցությունը Թուրքիայի վրա նա չի կորցրել։ Նորից գալիս ենք Հարավային Կովկաս, ազդեցություն Չինաստան, Եվրոպա, Արևմուտքը Հարավային Կովկասում եւ Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում, արդեն Թուրքիայի տեսանկյունից, Թուրքիայի վրա ներազդելով։ Ռուսաստան Թուրքիայի վրա ներազդելու առանձնապես լծակներ հիմա արդեն չունեն։ Ինչու է նա Ռուբինյանի հետ հեռախոսով Գալուզինը խոսում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին։ Հայաստանի վրա իր լծակներն ա ուզում վերականգնի։ Ինքը ուզում է քիթը խոթի հայ-թուրքական կարգավորման մեջ, որովհետեւ այդտեղից է շահաբաժին ունենա, այն ինչ որ էդ էի ասում, եվրոպացիներն ու ամերիկացիները, որ եկել մտել են Հայաստան, եվրոպացիների դիտորդների միջոցով, որ սահմանի էական անվտանգային բարձիկ են ապահովել եւ դրանով իրենց ազդեցությունը մեծացել է Հայաստանի վրա։ Էլ չեմ խոսում նաեւ այլ գործիքակազմերը, որը ինչքան էլ Հունգարիան խոչընդոտում է, բայց անցած տարի էլ ստացվեց այդ 10 միլիոնի հատկացումը, ես նկատի ունեմ European Peace Facility գործիքի, եւ եվրոպական խաղաղության գործիքի։ Եվ այս տարի էլ ճիշտ է արդեն 3 շաբաթ համարյա վետոն է ձգձգում, բայց դա հաղթահարվելու է, ես վստահ եմ։ Բայց ելի եմ ասում, եվրոպացիները այդպես են ներկա, ամերիկացիները զորքով են ներկա։ Մեր զինավառությունների բանի տակ, հա, զար, որ պետք է լինի։ Հա, այդ արծիվ, քաջ արծիվ, այն չեմ հիշում, հա։
մինչև օգոստոս այստեղ են մնալու այդ ստորաբաժանումները, որոնք որ ռազմական ներկայություն ըստեյության Հայաստանում, որը էապես նվազեցնում է նաև Ադրբեջանի հարձակման հնարավորությունները, բայց նաև ավելացնում է Միացյալ Նահանգների ազդեցությունը դրանով Հայաստանում։ Իսկ Միացյալ Նահանգները շահագրգռված են, որ իրենք էլ լինեն այդ ճանապարհների ազդեցության կարգավորման բանի վրա։ Ճիշտ է, եթե Բայդենի ադմինիստրացիայի օգտին իրենց գործողություններն ու շահերը ամբողջությամբ, գրեթե, այսպես ասենք, ամբողջությամբ համընկնում են եվրոպականի հետ, որտեղ սինխրոնացված են գործում։ Հիմա կարող է հակադրվեն եւ այդտեղ մի քիչ վտանգ կա մեր համար։ Բայց համենայն դեպս, եթե նայում ենք ինստիտուցիոնալ ներկայությունը Միացյալ Նահանգների, այլ ոչ թե պահեկան Տրամպի զուտ այսօրվա քաղաքականությամբ պայմանավորված, մենք տեսնում ենք, որ մեծ հաշվով եվրոպական եւ ամերիկյան ներկայությունը մեզ համար օգտակար է, խաղաղություն նպաստող է եւ երկուսն է շահագրգռված են այս ճանապարհների կայունությամբ։ Ռուսաստանը հակառակը շահագրգռված չի կայունությամբ, շահագրգռված է պատերազմով եւ անդադ դրթել է Ադրբեջանի, որ այդ պատերազմները լինի, որ այդ անկայունությունը լինի, որ լոգիստիկ շղթաներում ներդրումներ չարվեն, այդ թվում Հայաստանում արևմուտքից, որպեսզի այս խցանը շարունակի, հայկական խցանը շարունակի աշխատել, որպեսզի իր նաեւ արժեքը, իր ճանապարհների արժեքը մնա բարձր, որ նույն արևմուտքը ստիպված լինի ավելի զիջող լինել Ռուսաստանի հանդեպ, որ սпасելով որ գոնե խաղաղություն ինչ որ պայմաններով հաստատվի, այդ ճանապարհները շարունակել գործեն, որ Չինաստանից բեռներ դեպի Եվրոպա անխափան սկսեն հասնել կամ հիմա էլ են անխափան, բայց շատ թանկ են նստում ծովով, հա, երբ որ գնում են։ Ուզում եմ ասեմ, որ ով որ շահագրգռված է, մենք նրանց հետ պետք է աշխատենք, Եվրոպա, Միացյալ Նահանգներ, ով շահագրգռված է, որ խաղաղություն, կայունություն տիրի այստեղ, եւ հակառակը ռուսներին քիթը չպետք է թողենք խոթել, առավել եւս հայ-թուրքական հարաբերություններում, որտեղ իրենք այդտեղ դեստրուկտիվ դեր են խաղալու, սաբոտաժ են անելու, ինչ որ ձևեր կգտնեն, եթե թողենք ընդ ոտատեղ ունենան, սկսելու են խոչընդոտել։ Պարոն Խուժդյան, իսկ ինչպես եք մեկնաբանում այս փաստը, Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Նարիշկինը այցելել է Բաքու, բանակցություններ է վարել եւ ասվել է հետեւյալը, որ այդ Ռուսաստանի հետախուզության ծառայությունը եւ Ադրբեջանի պետական անվտանգություն ծառայությունը իրար հետ ռուս ադրբեջանական դրանք ղեկավարության հետ ուրեմն բանակցությունների ընթացքում նշել են, որ ռուս-ադրբեջանական համագործակցությունը հատուկ ծառայությունների միջոցով դինամիկ է զարգանում, կրում է փոխշահավետ եւ վստահելի բնույթ եւ ուղղված է երկու երկրների ազգային շահերի պաշտպանությանը։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայություն։ Դե իրենք պայմանագիր ունեն ստորագրած։ Ընդ որում այդ պայմանագիրը 2022 թվականի ապրիլին կնքեցին, այսինքն այդ հայտնի հռչակագիրը, որ ունեցան, հենց պատերազմից առաջ Ուկրաինայի դեմ, որ Ալիևը գնաց ստորագրեց Ռուսաստանում, դրանից հետո այդ նաև շրջանականային համաձայնագիր հատուկ ծառայությունների մասով կնքեցին, բայց նույնիսկ միջև այդ Արցախյան պատերազմի ժամանակ ամբողջ հետախուզական տվյալները, քանի որ Ռուսաստանը Ադրբեջանի հետ մասնակցում էր պատերազմում Հայաստանի դեմ եւ ամեն ինչ անում էր, որ ներսից ոչ միայն թույլատնի մեր բանակը իր ագենտուրայի միջոցով, իր գործակալ սպաների միջոցով հրահանգներ էր տալիս նահանջելու տարբեր տեղերից մեր զորքերին, կամ ինչ որ ապատեղեկատվություններ տարածում, թե վերջ արդեն հողերը ծախած են, մի կռվեք անիմաստա եւ այլն, որ սաբոտաժ եւ բանան է, փախուստ ապահովի որոշ մեր զորամասերից։ Այդ ամեն ինչից բացի նաեւ հետախուզական տվյալներ էր տալիս Ադրբեջանին։ Բա որտեղից էին ադրբեջանցիները բազմաթիվ բաներ իմանում, ինֆորմացիաներ իմանում, այդ թվում մեր կոորդինատների բանի մասին, բայց հիմա այն ինչ որ անում են, մենք միակ տարբերակը մեր համար դա հակակշռելն է արևմտյան հատուկ ծառայությունների հետ համագործակցությամբ։ Եվ այն որ օրերս մեր անվտանգության քարտուղարը ՆԱՏՕ-ի գրասենյակում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խորհրդականի թե օգնականի հետ կարևոր հանդիպում էր, այն որ նաև մեր արտաքին հետախուզական ծառայությունը իմ ունեցած տեղեկություններով նաև համագործակցումը իր հիմնադրման պահից նաև արևմտյան հատկապես Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների հետ, դա արդեն շատ լավ է, որտեվ արևմուտքի հատուկ ծառայության հնարավորությունները մի կարգ ավելի բարձր են, քան Ռուսաստանինը։ Եվ այն որ Ռուսաստանը արդեն մեր հետ չի եւ մեզ ձևական մենք ինչքան էլ պայմանագրեր ունենանք հետները, մեզ այն ինչ որ մեզ պետք է այդ բաների ինֆորմացիան չի տրամադրելու, արդեն հիմք է մեր համար, որ ավելի խորացնենք մեր հարաբերությունները արևմտյան հատուկ ծառայությունների հետ եւ դրանով հակակշռենք ռուս-ադրբեջանական շարունակական եւ շատ ավելի վաղուց վանից եկող այդ համագործակցությունը։ Բայց ինչպես մեզ հետ չի, եթե ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչները ներկայ են գտնվել այսօր Գյումրիում Վարդան Ղուկասյանի երթմնակալության տրոյական ձին մեզ հետ են ուրեմն։ Ոչ թե մեզ հետ են, այլ մեր վզին փաթաթված են։ Տրոյական ձի պես շարունակում են մնալ եւ հերիք չի մնում են
իրենց ֆունկցիաներից դուրս գործողություններ են անում ներքաղաքական գործընթացներին միջամտելով։ Բազայի ներկայացուցիչները ինչ գործ ունեն, ինչ իրավունք ունեն, տեղական ինքնակառավարման մարմնի ուրեմն արարողակարգի որևէ արարողակարգին գան նստել ներկա լինել։ Ինչ գործ ունի ռազմական ներկայացուցիչ։ Պատկերացնում եք Հայաստանի որևէ սպա գնար, ասենք, ինչ որ Ռուսաստանի ինչ որ մի շրջանում ընտրություններին գնան նստեր այդ ընտրությունների բանին արդյունքների ժամանակ մասնակցեր։ Վերջին հարցը շատ երկարեցինք, կներեք ներող եղեք, վերջին հարցը մայիսի 9-ին Նիկոլ Փաշինյանը գնում է Մոսկվա, բայց 3 օր առաջ Հայաստանը կողմ է քվեարկել ՄԱԿ-ի բանաձևի օգտին, որի նախաբանում նշված է Ռուսաստանի եւ Վրաստանի հանդեպ Ռուսաստանի ագրեսիայի մասին, ինչպես է դա հնարավոր դարձել։ Նախ նշեմ, որ շատ կարևոր է, առաջին անգամ Հայաստանը միացավ Ռուսաստանի ագրեսիան դատապարտող բանաձևի, ՄԱԿ-ի բանաձևի, հայտնվեց իրոք ամբողջությամբ հայտնվեց ժողովրդավարական երկրների եւ առաջադեմ երկրներ, այսպես ասեմ, միայն ժողովրդավարականները չեն այնտեղ շարքում։ Ասեմ 105 կողմ 33 ձեռնպահ, այսինքն մոտավորապես 140 երկիր 9 դեմ կարծեմ, չէ՞։ 9 դեմ, այո, պարզապես նշենք, որ Հարավային Կովկաս, եթե դիտարկենք Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Հայաստանը եւ Վրաստանը կողմ քվեարկեցին, որ այո օկուպացիա է տեղի ունեցել, Ադրբեջանը ընդհանրապես չմասնակցեց։ Հիմա տեսեք, շատ կարևոր էր, որ Հայաստանը այդ քայլը արեց։ Հիմա տեսնենք, թե մայիսի 9-ի պահով ինչա տեղի ունենում։ Մի կողմից մենք ունենք Կայա Կալասի հայտարարությունը, որ Եվրամիության անդամակցության թեկնածու երկրներին հորդորել է չմասնակցել Մոսկվայում։ Նույնիսկ խոսակցություններ կան, որ կարող է որոշակի պատժամիջոցների բերել մասնակցությունը, բայց մենք պետք է հասկանանք, որ դա Հայաստանին չի վերաբերում, որտեղ Հայաստան թեկնածու երկիր չէ։ Դեռևս, այո։ Իսկ ես սկզբից մտահոգ էի, ասում կարող է հասկացնում են Հայաստանին, ճիշտ է մենք պաշտոնապես չենք, բայց քանի որ որոշում են կայացրել, որ սկսում են գործընթաց անդամակցության օրենքի մակարդակով, կարող են սա մեզ էլ նկատի ունենային, բայց քանի որ այնտեղ կար երկիր, որը կոնկրետ այդ բանաձևի տակ ընկնում է, որտեղ պարզ է Ուկրաինա, Մոլդովան, Վրաստան այդ բանաձևի տակ չեն կարող ընկնել, նրանցից ոչ մեկը չեն պատրաստվում գնալ Մոսկվա մասնակցել, հա։ Եթե ասում եմ, եթե այդ 3-ը չեն մասնակցելու, տեխնացու երկրներից էլ Թուրքիան չի մասնակցում։ Էլով պետք է մասնակցեր, հետո մամուլում նայեցի, տեսա, որ կան երկու երկրներ, բացի Ֆիցոից, որը որ Եվրոմիության անդամ երկրի ղեկավար է, Սլովակիայի ղեկավարը պատրաստվում է գնալ մասնակցել։ Բայց նաև Վուչիչը Սերբիայի գնում է մասնակցել, այդտեղ տեսա, որ տեխնացու երկիր է Սերբիան։ Այսինքն Վուչիչը Ֆիցոյի հետ պատրաստվում են գնալ Մոսկվա, եւ սա ավելի շատ Վուչիչի մասամբ էլ Դոջիկին էր վերաբերում, կներեք արտահայտությունից համար, այդպեսի ազգանուն ունի սերբական Բոսնիա-Հերցեգովինայի սերբական մասի նախագահը։ Եվ այդ 3-ը գնալու են Մոսկվա, այդ 3-ից 2-ը Բոսնիա-Հերցեգովինան եւ Սերբիան տեխնացու երկրներ են անդամակցության եւ նրանց էր ուղղված Կայա Կալասի հայտարարությունը։ Տարօրինակ էլ կլներ, եթե Հայաստանն ուղղված լիներ, որովհետեւ այսօր տեսեք հələ չեն հաղթահարել նույնիսկ Օրբանի վետոն մեզ 10 միլիոնի տրամադրման։ Իսկն երբ որ որոշ բաներ կա, որ չեն կարողանում իրենք ապահովել, դրա դիմաց ինչ որ պահանջներ ներկայացնել, դեռ այդ չարած, մի քիչ տարօրինակ կլներ Հայաստանի հանդեպ։ Սերբիայի համար եւ Բոսնիայի համար տարօրինակ չի, որտեղ այնտեղ դուք ուզում եք պարզապես նշեք, կներեք, որ հետևանքներ Հայաստանի համար չեն լինի։ Հիմա գալով ինչ է մասնակցում։ Իրականում ես բացական եմ գնահատում այդ մասնակցելու փաստը, որտեղ իմ կարծիքով սխալ հաշվարկ է տեղի ունեցել Հայաստանի իշխանությունների մոտ, մանավանդ վերջերս նաև որոշ կապերի վերարթնացման, որոշ նախարարությունների միջև հայ-ռուսական այդ կապերի վերարթնացման, դա անմիջապես տեղի ունեցավ ռուս-ամերիկյան հարաբերությունների ջերմացման ֆոնին։ Ես կարծում եմ, որ սխալ է հաշվարկվել Հայաստանի իշխանությունների կողմից, եթե իրենք մտածում են, որ այդ հարաբերությունների ջերմացումը երկարաժամկետ է լինելու կամ լուրջ ինչ-որ հետևանքներ է ունենալու տարածաշրջանում։ Լրիվ հակառակը, այն որ դա որևէ կերպ չազդեց Միացյալ Նահանգների զորքերի մասնակցության վրա զինավառություններին Հայաստանում, դա նշանակում է, որ ինստիտուցիոնալ շահերը շարունակում են գործել Միացյալ Նահանգներում, այդ թվում մեր տարածաշրջանում 1։ Երկրորդը ամեն դեպքում կա Եվրոմիության հետ հարաբերությունները ջերմ պահելու խնդիր, այսօր եվրոպացիներն ու ամերիկացիներն են էլի եմ ասում, մեր անվտանգությունը շատ թե քիչ օգնում ապահովել մեր զինված ուժերի հետ միասին։ Բարձր հիմնական անվտանգություն մեր ապահովում մեր զինված ուժերն են։ Վատ լավ, էտա։ Բայց երրորդ տարբերակ էլ կա, մի հանգաման կա, որ չեմ կարող չասել, որ ամեն անգամ վերջերս, երբ որ Նիկոլ Փաշինյանը գնում էր Ռուսաստան, իր հետ բերում էր այս կամ այն որոշումը մեր ինքնիշխանության մի քայլ ավելի ավելացման։
Արդյոք Պուտինի հետ ամեն հանդիպումից հետո վերջին հանդիպումը անցած տարվա այդ մայիսին էլի կարծեմ, երբ որ բերեց, ասաց, որ պայմանավորվել ենք, որ հանում ենք բանը Զվարթնոցից վերջնականապես որոշվեց անել, Մեղրի անցակետից անել եւ նաև հայ-թուրքական, հայ-իրանական սահմանային բանը համատեղ վերահսկելու մասին որոշումը այդ ժամանակ եղավ։ Այսինքն, եթե հիմա գնալու է եւ նման մի բան է բերելու, որը կասկածում եմ, էլի եմ ասում, եթե այդպիսի բան է լինելու, ապա կարելի է արարողակարգային նման մասնակցությունները փոխարինել առարկայական շահեկան ինչ որ կոնկրետ քայլերով Հայաստանի համար։ Իմ համար այդ արարողակարգային այդքան էական չի, չնայած որոշակի տեսանելիություն է ապահովում մեր դեմ, իսկ դա մեր դեմ տեսանելիություն է, որ մենք գնում ենք, կանգնում ենք այդ հրեշների կողքին, հատկապես Լուկաշենկոյի եւ Պուտինի պես, ել չեմ ասում Ալիևին, հա։ Բայց մյուս կողմից, եթե դա առարկայական Հայաստանի համար շահեկան ինչ որ արդյունքի է բերելու, դա կարելի է ասել լավ, օքեյ, բայց այդ էլ եմ ասում, կասկածում եմ, որ այդպիսի բան կա։ Իմ կարծիքով ավելի շատ սխալ հաշվարկի հետևանքն է, որ մտածում են, որ Ռուսաստանի ազդեցությունը այս ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորման ֆոնին մեր տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը ավելանալու եւ դրա համար արժե մի քիչ ավելի բարելավել Ռուսաստանի հետ հարաբերությունները, որը որ ի հաշիվ մեր շահերի է լինելու ցավոք սրտի եւ ես կարծում եմ դա սխալ հաշվարկ է արվել։ Ես շնորհակալ եմ ասում համար։ Սիրելի հայրենակիցներ, շնորհակալություն ձեզ։ Հիշեցնեմ, որ Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանի հետ էինք զրուցում, զրուցվարում էր Գայանե Առաքելյանը, բարին ձեզ։